Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Բաց TV-ի եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարն է։ Հիշեցնեմ, որ սա հաղորդաշարը երկրում առկա խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Այս պահին այս թեմայով տաղավարում հյուրընկալում ենք Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունել եք եւ այսօր այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ստեփանյան, մենք խոսում ենք ընդհանրապես հաղորդաշարերի շրջանակում խնդիրների մասին։ Կուզենայի այսօր խոսենք թեմատիկ սոցիալական ոլորտի խնդիրներից եւ ոչ միայն սոցիալական, նաեւ աշխատանքի հարցերի հետ կապված, որովհետեւ սրանք շատ միահյուսված են եւ կարծես թե տարանջատել չի լինի։ Եվ քանի որ քաղաքացիական պայմանագիրը սկզբանե գալիս էր հաստատելու Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարություն, որովհետև արդարության պակաս կարծես բնակչություն ուներ եւ նախկին իշխանություններին մերժում էր հենց այդ անհավասարության եւ անարդարության առիթով։ Այսպիսով ինչ արեց տարիներ անց, 7 տարի անց եւ ինչ ունենք այսօր սոցիալական ոլորտում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում ես ինքս էլ մինչ քաղաքականություն մտնելը իսկապես չեմ պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունում այսքան շատ են սոցիալական խնդիրները, այսքան բազմազան են, բազմաշերտ են, որ Հայաստանի Հանրապետությունում կան այսքան սոցիալական տարբեր խմբեր, որոնք մենք սովորաբար ասում ենք նաև խոցելի խմբեր, իսկ այն երկրում, որտեղ սողացող պատերազմ կա 30 եւ ավելի տարիներ սոցիալական խնդիրների լուծման մասին խոսելը պարզապես անիրատեսական է, որտեղ ամեն անգամ էսկալացիայից հետո, սահմանային որևէ միջադեպից հետո, սկսած հեռավոր 90-80-ական 90-ական թվականներից մինչև 2023 թվականը Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար արձագանքում էր խնդիրներին, հետևանքներին եւ երբեք չէր կարողանում իր քաղաքականությունները մշակել այնպես, որպեսզի կանխարգելի կամ հնարավորություններ նախադրյալներ ստեղծի, որպեսզի սոցիալական խմբերը ոչ միայն չշատանան, այլ նաև սոցիալական խմբերը վերջապես կարողանան իրենց բարեկեցիկ կյանքը ապահովել։ Գալով մեծ քաղաքականություն եւ արդեն կլինի շուրջ 5 տարի է ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում եմ, դարձյալ հարաբերվելով, շփվելով հասարակության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ միշտ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հենց ժողովուրդը մի մեծ սոցիալական խումբ է եւ բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ իրենք որևէ սոցիալական խմբի չեն պատկանում, իրականում ժամանակ չունեն իրենց մասին մի քիչ երկար մտածեն, որտեւ եթե մի քիչ երկար մտածեն, անպայման մի որևէ սոցիալական խմբում կընդգրկվեն։ Հիմա ինչ է արել մեր իշխանությունը։ Մեր իշխանությունը նախ եւ առաջ փորձել է հնարավորինս բարձրացնել թոշակները եւ բերել հասցնել պարենային զամբյուղի արժեքին։ Մենք կարողացել ենք հատկապես մի նոր մակարդակի հասցնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ նրանց ինտեգրումը հասարակության մեջ։ Մենք կարողացել ենք որոշակի առումով նպաստների համակարգում փոփոխություններ իրականացնենք եւ ամենակարևոր ծրագրերից մեկն էլ թերևս կառանձնացնեմ դա դոնոր կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցությունն է, որը նոր խոսք, նոր մոտեցում է բերում սոցիալական ոլորտում, հաշվի առնելով նաեւ մեր սոցիալական գործընկերությունը, եթե ավելի մանրամասն կամ ավելի նեղ ձևով հարցերին զողեք, ես կկարողանամ ավելի խոսել, թե չէ այսպես ես շատ մեծ ծավալով կարող եմ սոցիալական դաշտի խնդիրների մասին խոսել, որոնք իսկապես կան։ Ոչ թե մեր քաղաքացիների մասին եմ ուզում խոսել, դուք նշեցիք կետեր, բոլոր այդ կետերով կան դժգոհություններ։ Մենք բոլորս ընդունում ենք, որ փոփոխություն կա միանշանակ բարձրացել է աշխատավարձներ, ոչ միայն աշխատավարձները, նպաստները եւ այլն, հարցը դա չէ, բայց արդյոք հասել ենք որևէ թիրախի, արդյոք որևէ խնդիր լուծվել է, որտեղ կարծես ոչ աղքատությունն է հաղթահարվել, ոչ գործազրկությանը հաղթահարում կա, անկախ նրանից, որ այո, ընդգրկվեցին բավականին շատ մարդիկ տարբեր աշխատանքներում օրինականացվեցին աշխատատեղերը, որտեղ մարդիկ զբաղվածություն ունեին, բայց գրանցված չէին եւ այլ փոփոխություններ անշուշտ կան, բայց արդյոք խնդիրը հաղթահարված է։ Եթե հարցը մեկ այլ տեսակետից նայենք, Հայաստանի Հանրապետությունը ունի սոցիալական զարգացման առումով ռազմավարություն եւ կոնկրետ այդ ռազմավարության թիրախները որոնք են, մենք ինչ ժամկետներում ենք ակնկալում դրական բարեփոխումներ, որովհետեւ որքան էլ որ 7 տարին անցել է եւ մենք ակնկալիք ունեինք, որոշակի հարցեր լուծվել են, բայց ոչ միայն կան օբյեկտիվ խնդիրներ, այլ նաեւ սուբյեկտիվ մոտեցումներ են մնում, որովհետեւ ժողովուրդը ամեն նոր բանի շատ դժվար է գնում, հատկապես խոցելի խմբերը շատ դժվար են նորամուծություններին
ենթարկվում եւ դա մերժում է առաջացնում, ժխտում է առաջացնում եւ դժգոհություն որպես կանոն։ Մեծ առումով տեսեք, յուրաքանչյուր կառավարություն իր 5-ամյա աշխատանքային ծրագրում գրում է այն հիմնական թիրախները եւ այն հիմնական ուղղությունները, որոնց վրա ինքը պետք է աշխատի առաջիկա 5 տարիների ընթացքում։ Բնականաբար դրանք յուրաքանչյուր ոլորտ ունեն որոշակի ռազմավարություններ եւ այդ ռազմավարություններից ծնվում են օրենքների կամ մայր օրենքների նախագծեր, գրվում են նոր օրենքներ կամ արդեն գործող օրենքների մեջ փոփոխություններ են տեղի ունենում։ Բայց գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը նախ այն երկրների ցանկում չի գտնվում, որ մենք երբևէ թեկուզ 15-20 տարի հետո մենք կարողանանք խոսել, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան սոցիալական խնդիրներ եւ բոլորը ապրում են այսպես ասած Հովհաննես Թումանյանի ոսկի քաղաքի բնակիչների նման։ Եվ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն, այլ աշխարհում չկա այդպիսի մի երկիր, որտեղ սոցիալական խնդիրներ չկան, բայց կան տարբեր սոցիալական ծրագրեր, տարբեր աջակցության ծրագրեր եւ սոցիալական ոլորտի համընդգրկությունը, որ շահառուների թվով ամենամեծն է։ Տեսեք, ինքը աշխատանքային իրավունքների պաշտպանությունից սկսած գալիս տարածում է մինչեւ կենսաթոշակային տարիքի քաղաքացիներ։ Հետևաբար խոսել, որ օրինակ որևէ կառավարություն կարող է գալ եւ ասել, ես օրինակ ամբողջապես վերացնելու եմ գործազրկությունը, կամ կարող է գալ եւ ասել, որ ես ունեմ այնպիսի մի ծրագիր, որ օրինակ երկրում այլևս չեն լինելու աղքատներ կամ ծայրահեղ աղքատներ, կամ գալու է եւ ասի, որ ես այնպիսի ժողովրդագրական որոշում կամ ռեֆորմ եմ անելու, որ բոլոր ընտանիքները այսուհետ ունենան 5 եւ ավելի երեխաներ, ես կարծում եմ դրանք նույնիսկ ոչ թե պոպուլիզմ է, այլ ռոմանտիկայի դաշտից են։ Իդեալիստական մոտեցումներ կան, մի քիչ արդեն տենց ձգտում են հեքիաթային լուծումների եւ հեքիաթային տրամաբանության, բայց իհարկե սա չի նշանակում, որ որևէ քայլ պետք է չարվի, որովհետեւ դե մենք երբեք չենք կարող օրինակ վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Բնականաբար կան տարբեր ռազմավարություններից մեկը օրինակ ժողովրդագրական աճին ուղղված տարբեր միջոցառումների մեկնարկն է կամ արդեն գործող միջոցառումների վերանայումն է։ Օրինակ մի քանիսը նշենք։ Օրինակ մի քանիսը նշենք, Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականից գործում էր երրորդ եւ հաջորդ երեխաների համար 50,000 դրամների տրամադրումը մինչեւ 6 տարին լրանալը։ Սա մեկ, երկրորդը օրինակ մենք նոր նախարար ունենք եւ նոր նախարարը օրինակ հավասարացրել է երեխաների կարգաթվի ծնվելու դեպքում բոլորի համար հավասարապես 500,000 դրամների տրամադրումը։ Սրան զուգահեռ օրինակ ժողովրդավարության աճի ռեֆորմի շատ կարևոր բաղադրամաս է արդեն զուգահեռ ընտանիքների անապահովության համակարգի վերանայումը, որի պիլոտային ծրագրերը այս պահին իրականացում են Հայաստանի Հանրապետության 2 մարզերում, Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Արդեն դիտարկումներ ունեք որոշակի դիտարկումներ ունենք, ցավոք այդպես վերջնական վիճակագրություն չունենք, որովհետև դա մարտից է սկսել եւ տարվա վերջին նոր մենք կարողանանք ամփոփ տեղեկություններ ունենանք, փոխարենը ես կարող եմ ասել, որ շատ են դժգոհությունները նոր համակարգից, որովհետև ոչ մեկ չի ուզում դուրս գա եւ աշխատի, բոլորին ավելի հարմար է մնալ անապահովության նպաստում եւ օրինակ նպաստից բացի ունենալ կրթական, առողջապահական եւ սոցիալական այլ արտոնություններ, սա էլ իր հերթին օրինակ խոսում է այն մասին, որ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունում հնարավորության դեպքում բարձրացնենք նվազագույն աշխատավարձը, որովհետև երբ որ նվազագույն աշխատավարձի եւ տրվող անապահովության համակարգի նպաստի չափը շատ քիչ է իրարից տարբերվում, օրինակ մարդիկ գերադասում են ավելի շատ տանը նստելով ստանան օրինակ 50-ից 65,000 դրամ, քան օրինակ աշխատեն 75,000 դրամով։ Որ կառավարությունը հայտարարում է, որ միջին աշխատավարձների բարձրացման առումով կան գործողություններ, նախատեսվում են գործողություններ, հարց ծագեց անմիջապես, որ եկեք նվազագույնից սկսենք նվազագույնը բարձրացնենք նախ եւ առաջ, որովհետեւ իրապես մարդիկ աշխատում են, ստանում են նվազագույն եւ դա ընդհանրապես չի հերիքում ռեալ կյանքում որևէ հարց լուծելու, շարունակում ես մնալ աղքատ աշխատելով հանդերձ։ Այո, եւ դրա համար մենք ունենք տերմին եւ հաճախ ենք դա օգտագործում, խոսքը աշխատող աղքատների մասին է, ովքեր իսկապես ունեն զբաղվածություն, իրենք աշխատում են ֆորմալ դաշտում, բայց օրինակ ինչպես դուք նշեցիք, առօրյա ծախսերը հոգալու համար, եթե հատկապես ընտանիքը բաղկացած է 1 հոգուց կամ 2 հոգուց, 3 հոգուց, Աստված մի արասե, եթե ընտանիքում մեկն էլ կենսաթոշակառու է կամ ունի որոշակի հաշմանդամություն, ապա խոսել այս ընտանիքի բարեկեցության մասին, թեկուզ որ նրանք ունեն աշխատանք, կարծում եմ անիմաստ է։ Բայց տեսեք ինչն է խնդիրը։ Երբ որ մենք այսպես նայում ենք ոլորտային, ինչու Հայաստանի Հանրապետությունում
սոցիալական խնդիրները չեն լուծվել կամ բավարար չափով չեն լուծվել, տպավորություն է, որ նրանց բավարար չափով ուշադրություն չի դարձվել։ Ես իդեպ ուզում եմ խոսել նաև նախորդ կառավարությունների մասին։ Բնականաբար իրենք էլ ինչ-որ ծրագրեր իրականացրել են, փորձելով մեղմել ծայրահեղ աղքատությունը կամ որոշակի առումով ծայրահեղ աղքատությունը բերել հասցնել գոնե աղքատության մակարդակի, որովհետև եթե մենք խոսում ենք այսպիսի տերմիններով, ավելի պատկերավոր դարձնելու համար մենք խոսում ենք սոված կամ թեր սնված քաղաքացիների մասին, որը երբ որ այսպես ենք մեկնաբանում, իսկապես շատ տխուր է եւ հատկապես երբ որ խոսում ենք անչափահասների մասին։ Իսկ գիտությունը ասում է, որ եթե երեխան սոված է կամ մրսում է, ապա խոսել նրա կրթության առաջադիմության մասին դարձյալ անիրատեսական դաշտից է։ Բայց տեսեք ինչն է խնդիրը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը գտնվել է 30 եւ ավելի տարիներ ժամանակ առ ժամանակ ակտիվ ռազմական գործողությունների մեջ, ժամանակ առ ժամանակ սողացող պատերազմի մեջ, հետո մենք ունեցել ենք էսկալացիաներ, էսկալացիաներից հետո մենք ունեցել ենք մեծ թվով զոհեր, հետո ունեցել ենք հաշմանդամություն ունեցող անձինք, գնացել ենք եւ զբաղվել ենք այս հարցով։ Մենք ինչ ենք արել, Հայաստանի Հանրապետության կառավարությունները բյուջեն ոչ թե հավասարապես են բաշխել բոլոր ոլորտներին, կրթությանը, առողջապահությանը, բնապահպանությանը, չգիտեմ, էլ ինչ ունենք, սոցիալականին, իրավական դաշտի կամ չգիտեմ թիմերին, մենք այսպես բյուջեն ուղիղ կես ենք արել, մեծ մասը տվել ենք պաշտպանության նախարարությանը եւ մնացած փոքր մասը բաշխել ենք բոլոր, ինչ մնացել է բաշխել ենք բոլորին եւ բնականաբար մի քիչ էլ այդպես նախորդ կառավարությունները այդպես շեշտը դնելով ազգայինի վրա, այդպես հայրենասիրական կոչերի վրա, որ ոչինչ, թող միջի սոված մնան, կարևորը զինվորն է, կարևորը է SNN-ն, մենք զենք ենք առնում եւ այլն, այդ դրա համար էլ մեր իշխանությունը երբ որ եկավ, բնականաբար մենք ունեինք ամենավեհ, ամենապայծառ, ամենալուսավոր պատկերացումները, թե որ ոլորտում ինչ ենք անելու, բայց մենք չգիտեինք ներսից խնդիրները, այլ երբ որ մենք եկել ենք եւ ներսից տեսել ենք խնդիրները, մենք հասկացել ենք, որ ոչ թե մենք օրինակ, չգիտեմ, պետք է 0-ից դեպի պլյուս անվերջություն աշխատենք, այլ ընդհակառակ մենք մինուսից պետք է սկսենք, որպես օրինակ կարող եմ ասել, երբ որ օրինակ մանկատան երեխաների համար դուք գիտեք, որ պետությունը պարտավոր է իր պոզիտիվ պարտավորությունների շրջանակներում մանկատան երեխաներին 18 տարին լրանալուց հետո օրինակ տալ բնակարան։ Եվ մենք եկել ենք եւ ինչ ենք տեսել ենք, որ այդ գումարները այդպես էլ չեն հասել մանկատան երեխաներին եւ մանկատան երեխաներին, ոչ թե մենք սկսել ենք մանկատան երեխաների այդ բնակարանային գնման վկայականները բաժանել այն պահից, որ երբ մենք ենք եկել, այլ ընդհակառակը շատ ավելի հին վիճակից ենք եկել այս մասին։ Մենք եկել ենք եւ տեսել ենք օրինակ, որ շուրջօրյա խնամքի կենտրոններում հատկապես անչափահասների, ովքեր նաեւ հատկապես չափահասների, ովքեր օրինակ ունեն նաեւ հոգեկան առողջության խնդիրներ, շատ ավելի տխուր եւ ահասարսուռ պայմանների մեջ են եղել այս մարդիկ։ Երբ մենք նոր էինք օրինակ պատգամավոր, ես հիշում եմ, թե ինչպիսի բովանդակությամբ նամակներ էի ստանում, թե ինչ է կատարվում օրինակ այս հաստատություններում, երբ օրինակ մի դռնով սնունդը մտնում էր, մյուս դռնով դուրս էր գալի, երբ օրինակ շահառուներից կամ այդտեղ գտնվող խնամքի կարիք ունեցող ծերերից վերցնում էին որոշակի, այսպես ասենք, պարտամուրհակներ, որ իրենք պարտավորվում են իրենց, չգիտեմ, թոշակի քարտը տալ կենտրոնի աշխատակիցներին։ Ես իհարկե շատ կարող եմ ասել, բայց այսպես չեմ ուզի իհարկե այս ամենը դառնա հանրության սեփականությունը, կարծում եմ բոլոր նրանք, ովքեր որ այս կամ այն չափով հետաքրքրված են, ինձնից ավելի շատ տեղեկացված կլինեն, ամեն դեպքում մենք փորձեր անում ենք, գիտեք, սոցիալական ոլորտը այն ոլորտն է, որտեղ մենք կարող ենք օրինակ հասկանալ, ինչ պետք է անենք հաշմանդամություն ունեցող անձի համար, ով օրինակ ունի առաջի կարգի կամ երկրորդ կարգի կամ երրորդ կարգի հաշմանդամություն, բնականաբար կարիքից ելնելով նրանք ունեն տարբեր պահանջներ եւ բնականաբար պետությունը նրանց տարբեր բաներ պետք է առաջարկի։ Նույնը մենք կարող ենք կենսաթոշակառուների համար ասել, նույնը մենք կարող ենք մանկատան սաների համար ասել, նույնը մենք կարող ենք օրինակ միայնակ մայրերի համար ասել, նույնը կարող ենք մարտական եւ ռազմական գործողությունների մասնակիցների համար ինչ-որ բան առաջարկել, բայց խնդիրն այն է, որ մեր բյուջեն չի կարող տրամադրվել միայն սոցիալական ոլորտին։ Ինչպես ես արդեն նշեցի, մենք սողացող պատերազմի մեջ գտնվող երկիր ենք։ Հիմա երբ որ
Վարչապետ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին եւ ասում է, որ խաղաղությունը մեր համար շատ կարեւոր է, բնականաբար մարդիկ այս խաղաղությունն են լսում, ես մի քիչ ներսից եմ ուզում, որ մենք նայենք, երբ որ Հայաստանի Հանրապետությունը գտնվի խաղաղության մեջ, այս բյուջեն, երբ որ մենք կիսում էինք մեծ մասը, ինչպես փոքրերն են ասում, հավասար կիսում էինք, բայց մեծ մասը տալիս էինք պաշտպանությանը, մենք էլի կտանք պաշտպանությանը, բայց մեր ամբողջ ռեսուրսները չենք դնի պաշտպանության ոլորտին։ Հիմա կարծես տպավորությունն այն է, որ հենց դրա համար էլ ձեզ մեղադրում են, ասում են, որ պաշտպանությունով, անվտանգությունով չեք զբաղվում եք մանր խնդիրներով։ Ես որպես ուղղակի սովորական բնակիչ պիտի ասեմ, այդ մանր խնդիրներից են գալիս մնացած բոլոր խնդիրները, նաև որոշ առումով պաշտպանությունը։ Մանր խնդիր ասելով ինչ նկատի ունի։ Դե եթե մենք ընդհանուր երկրի եւ բնակչության անվտանգության մասին ենք խոսում, որոշակի սոցիալական խմբերի խնդիրը արդեն համարվում է ի համեմատ երկրի մակարդակի խնդրի, արդեն մանր խնդիր է համարվում։ Հիմա այս իշխանությունը ասում է մենք պիտի խնդիրը լուծենք կրթության պրիզմայից ելնելով։ Եթե մարդը սոված է, կրթության պրիզման որն է։ Եթե մարդը աղքատ է եւ մինիմալ կարիքների բավարարում չկա, երբ, որտեղ եւ ինչպես պիտի կրթվի։ Արդյոք այդ երեխան կամ այդ ընտանիքը ունակ է գնալ կրթվելու, թե ընդհակառակը պիտի կրթությունը բերեն իրեն հասցնեն, որևէ մասնագիտացում սովորեցնելը բերեն իրեն հասցնեն, որովհետև տպավորություն է, որ մենք շատ լավ բաներ ենք ասում, ընդունում ենք, որ կրթությունը անհրաժեշտ է, առանց դրա զարգացում չի լինելու, հատկապես այս դարաշրջանում, այսուհանդերձ ծայրահեղ աղքատին ասում ենք դե գնա կրթվի, որ լավ աշխատավարձ ստանաս, որտեղ մենք քննություններով ենք անցկացնելու եւ որոշելու թե աշխատավարձը որքան կլինի։ Շատ լավ, դուք բազմաշերտ հարցեր։ Ես ուզում եմ բնակչության համար իրական պատկեր ստանանք, որտեղ եթե մենք օրենքների մակարդակով խոսենք, մեծ մասը չի հասկանալու ինչի մասին ենք խոսում։ Հիմա ռեալ օրինակ։ Ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում մենք շատ կարևոր կետ ենք դրել, որ օրինակ, եթե անապահովության համակարգում գտնվող ընտանիքը ունի դպրոցահասակ երեխաներ եւ այդ երեխաներին չի ուղարկում դպրոց, դա հիմք է, որովհետեւ նրան դուրս բերեն անապահովության համակարգից։ Ինչու՞։ Որովհետև մենք կրթության աղքատության եւ ծայրահեղ աղքատության հաղթահարումը տեսնում ենք միայն կրթության միջոցով։ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունը անվճար է եւ ինչպես դուք նշեցիք, կրթությունը ոնց հասցնենք երեխաներին, դրա համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը 300 դպրոց եւ 500 մանկապարտեզի ծրագիրն է անում։ Մենք բարով խերով կավարտենք մեր 500 մանկապարտեզ եւ 300 դպրոցը եւ նորից 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կկառուցենք։ Ես կարծում եմ բոլոր այն համայնքներում մեծ թե փոքր մեր իշխանությունը ունի հստակ ворթեգրած քաղաքականություն, որ չենք ասել օրինակ, որ Երևանում, քանի որ դպրոցը գտնվում է Երևանում, նա պետք է զինված լինի ժամանակակից տեխնիկայով, ժամանակակից լաբորատորիաներով, բայց օրինակ հեռավոր մարզի հեռավոր գյուղի դպրոցը, որտեղ օրինակ 40 կամ 50 երեխա են սովորում կամ 20 կամ 30 երեխա են սովորում, այնտեղ ոչինչ, թող օրինակ լաբորատորիա չունենան եւ այլն։ Մենք բոլորին ենք հասանելի դարձնում, մենք ստեղծում ենք հավասար պայմաններ։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որի վրա ես կցանկանամ ձեր ուշադրությունը սևեռել, դա կրթության մասին եւ բարձրագույն կրթության մասին օրենքներում փոփոխություններ են, եթե կհիշեք, ես կարծում եմ մեր տարիքային տարբերությունը մեծ չէ, երբ որ մենք բուհ էինք ընդունվում, օրինակ որոշակի տեղեր անվճար էին եւ մնացած բոլոր տեղերը վճարովի հիմունքներով էին։ Բոլոր նրանք, ովքեր որ ընդունվում էին անվճար համակարգում, իրենք սովորաբար հենց իրենք էին մնում ավարտում են կամ չէին ավարտում այդ համակարգում, գիտենք այն ժամանակ նույնիսկ ասում էին այդպես դիտմամբ էլ ցածր են դնում, որ անվճար համակարգից, դուրս մնա, դե իհարկե դրանք ես չգիտեմ որքանով են լուրջ հիմքերով, որքանով անլուրջ, բայց այսօր մենք ունենք բազմաթիվ կարգավորումներ, թե օրինակ որ դեպքում եւ որ պարագայում ուսանողը կարող է սովորել անվճար հիմունքներով։ Դրա համար մենք ունենք MOOC հասկացությունը, այսինքն եթե ուսանողը լինի բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող, թե միջին մասնագիտական, այսինքն քոլեջի ուսանող, ինքը գիտի, եթե ինքը ունի բարձր MOOC, ապա դա հիմք է, որ ինքը սովորի անվճար։ Դրան զուգահեռ մենք ունենք միակողմանի, երկկողմանի ծնողազուրկների դեպքում տարբեր արտոնություններ։ Մենք ունենք օրինակ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների ուսանողներ, որոնք նույնպես ունեն արտոնություններ։ Մենք ունենք մարտական եւ ռազմական գործողությունների մասնակից
ուսանողներ կամ նրանց ընտանիքի անդամները նույնպես կարող են նույնիսկ անվճար հիմունքներով կրթություն ստանալ, որպեսզի որքան դյուրին է իրականում այդ գործընթացը, որովհետև շատ հաճախ մենք տեսնում ենք շատ լավ գրված բաներ կան, բայց պրակտիկորեն իրականացնել ոչ, բոլորը դրանք կիրառվում են, ուղղակի այստեղ խնդիր ունենք։ Տեսեք, սա պետությունն է առաջարկում իր համար կարևոր օրենքներում, այսպես մեծ օրենսդրական փաթեթներում, բայց սրան զուգահեռ նաև ԲՈՒՀ-ը ունի իր կանոնադրության համաձայն, օրինակ որոշակի արտոնություններ սահմանի եւ Արդյոք սրանք հայեցողական մակարդակի չեն կսահմանվի։ Ոչ, չէ, բոլորովին հայեցողական մակարդակի չեն, այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ տեղեկացված չեն շատ դեպքերում, դե էս էլ ես կարծում եմ իրազեկման որոշակի խնդիր կա, իհարկե պետությունը ազգային ժողովում եւ հնարավոր բոլոր հարթակներում, նաեւ նախարարությունները գնում են եւ խոսում են այս մասին, բայց գիտեք, երբ որ տեղեկությունը քեզ է պետք, դու պետք է հետաքրքրվես, եթե տեղեկությունը ձեզ պետք է, բայց դուք չեք ուզում հետաքրքրվել, միշտ կարող եք պատճառ բռնել, որ օրինակ դուք չեք կարող։ Եվ այս ամեն ինչի ֆոնին ես կցանկանամ խոսել նաև օրինակ կառավարության կողմից իրականացվող եւս մեկ կարևոր քաղաքականության մասին, դա կրթաթոշակների վերանայման քաղաքականությունն է։ Դուք գիտեք, որ 5000 դրամ են ընդամենը ուսանողական կրթաթոշակները, եւ մենք ունենք մեռնող մասնագիտություններ եւ ունենք պետության համար առաջնահերթություն ունեցող մասնագիտություններ, եւ դրանք ոչ թե պետությունն է կամ կառավարությունն է այսպես նստած որոշում, այլ դրանք մենք բխեցնում ենք համայնքներից եւ համայնքի կառուցվածքներից, նրան բնորոշ բնակլիմայական պայմաններից եւ ընդհանրապես այդ համայնքում կամ այդ մարզում արդեն գոյություն ունեցող ավանդույթներից։ Եվ այս դեպքում կառավարությունը օրինակ սովորական ուսումնարանի ուսանողին վճարում է 50,000 դրամ, իսկ պետական ուսումնական հաստատություններում բարձրագույն մինչև 105,000 դրամ կրթաթոշակի հնարավորություն է տալիս, որը կարծում եմ ժամանակակից նվազագույն աշխատավարձի պայմաններում քիչ գումար չէ, այսինքն մարդը ոչ միայն գնում է եւ անվճար սովորում է, այլ դրա համար նաև 50,000 դրամ է ստանում, օրինակ ուսումնարանը կարող է, չգիտեմ, իր բակից մի քիչ հեռու լինել։ Այսինքն տեսեք, այստեղ պետությունը ինչ ասում է, ես քեզ կտամ արտոնություններ, ես քեզ կտամ օրինակ անվճար կամ 50%-ով կամ 80%-ով անվճար սովորելու հնարավորություն, բայց դու պետքա սովորես, եթե դու չես սովորում, եթե դու չես հաճախում դասերին, եթե քո համար բարձրագույն կրթությունը ուղղակի դիպլոմ ունենալու հնարավորություն է, ես պատրաստ չեմ քո մեջ ներդրում կատարել։ Երբ որ դու սովորես եւ ես տեսնեմ, որ օրինակ քո ընդհանուր առաջադիմությունը լավ չասենք գերազանց է, բայց լավ է, ես ամեն ինչով քո կողքին կանգնած եմ, իսկ եթե գերազանց է, դու ընդհանրապես բոլոր հնարավորություններ ունես։ Ես ուզում եմ ասել, որ սա շատ աշխատող մեխանիզմ է եւ գուցե անհրաժեշտություն կա սրա մասին էլի խոսենք, բայց կրթությունը մեր համար իսկապես շատ կարեւոր է, որտեղ յուրաքանչյուր խնդրի, երբ որ բախվում ենք մենք որևէ ոլորտում, հետ են գնում, տեսնում ենք կրթության մեջ մի հատ ինչ-որ բաց կա։ Եվ այս առումով կրթությունից պահանջները շատ են, իսկ կրթության ոլորտը մի այնպիսի ոլորտ է, որը չի սիրում նորություններ, բայց մյուս կողմից էլ մենք չենք կարող ընդհանուր առմամբ կրթությունը 21-րդ դարում 2025 թվականին փոփոխության չենթարկել։ Արդյոք մեր այսօրվա կրթությունը բավարարում է ժամանակակից աշխատատեղերի պահանջներին, աշխատաշուկայի մակարդակին։ Այսպես միանշանակ չեմ կարող ասել, ես կարող եմ օրինակ բերել, օրինակ իմ երեխայի դեպքում կամ կարող եմ օրինակ բերել իմ ծանոթների երեխայի դեպքում, այսօր առհասարակ հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունները շատ մեծ հնարավորություններ են տալիս ուսանողներին, այդ կրթական փոխանակման ծրագրերը, տեսեք օրինակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ, համալսարանում կային ֆակուլտետներ, որոնք արդեն ունեին ավանդույթներ, արդեն ձևավորված կայացած ֆակուլտետներ էին, բայց օրինակ նոր մասնագիտությունների մասով մի քիչ կարծես թե կրթական ծրագրերը, թե դասախոսների բավարար իմացությունը հերիք չէր, բայց այսօր ես կարծում եմ մենք բոլորովին այլ իրավիճակ ունենք եւ եթե դուք շփվեք երիտասարդների հետ, ուրեմն այսօրվա երիտասարդները, երբ որ մենք իրենց տարիքում էինք, ուրեմն մեզնից անհամեմատելի ավելի խելացի են, ավելի շրջահայաց են, ավելի նպատակասլաց են եւ ես կասեի կան հնարավորություններ, եւ կան հնարավորություններ, բայց այս հետևելու հետ կապված մի բան պիտի առաջարկեմ, տարիներ առաջ, երբ այսպես շատ հեռուստատեսային կամ մանր գովազդային սոցիալական գովազդի բնույթի եւ ուսուցողական գովազդի բնույթի գովազդներ Հայաստանի Հանրապետությունում տարածված չէին, բազմաթիվ անգամ հնարավորություն եմ ունեցել առաջարկել ու հիմա որ դիտարկում եմ օրինակ առողջապահության նախարարության աշխատանքի գործունեության շրջանակում, երբ իրենք յուրաքանչյուր նորամուծություն տեսահոլովակի
ձևով, այո, տեղադրում են իրենց մոտ եւ տարածվում են, դա շատ արագ տարածվում է, հատկապես պոտենցիալ շահառուների մակարդակով նույնիսկ, եւ ես կարծում եմ, սա կրթության ոլորտի վերաբերյալ եւ ոչ միայն կրթության ամբողջ սոցիալական ոլորտի վրա իհարկե կգործի, որովհետեւ գոնե թե ինչ որ միտեղ կտեսնեն, որ կան հնարավորություններ, որովհետեւ ես օրինակ վերջերս բավականին հաճախ իմ ընկերների շրջապատում ասում, գիտեք, կան կայքեր, էջեր, խմբեր, ովքեր թվային դաշտում կան եւ ներկայացնում են երիտասարդների, նույնիսկ դպրոցականների համար հնարավորություններ արտասահմանի հետ աշխատանքի շրջանակում։ Պարզապես որևէ լեզու է պետք իմանալ, ընթացիկ սովորեցնել երեխային հնարավորություն տալ սովորի եւ բազմաթիվ ծրագրեր կլինեն, որոնցից կարելի է օգտվել։ Մարդիկ զարմանում են, ինձանից առաջին անգամ են լսում, երբ ես նման բան եմ ասում։ Ուզում ասեմ, այդ թերի հանրայնացումը շատ թերի է այս դաշտում եւ իրականում տպավորություն է ստեղծվում, որ հատկապես եթե մարդը այսօր հացի խնդիր ունի, իսկ երբ ասում եի սոցիալական խմբեր, երևի թե սխալ ձևակերպեցի այն առումով, որ մարդը, որը թեկուզ աշխատում է, բայց ծանր է կյանքով է ապրում, այդ մարդը առանձնապես չի հասցնում հետաքրքրվել, որտեղ ինքը իր օրվա մեծ մասը անցկացնում է ոնց անի, թե այդ հացի խնդիրը լուծի։ Գիտեք, իրազեկման խնդիր գուցե կա, բայց ես ուզում եմ օրինակ հիմա դուք այդ հարցերը տալիս եք, ես ուզում եմ հասկանալ օրինակ կրթության եւ գիտության լիազոր մարմինը կամ օրինակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը էլ ինչ հարթակներով պետք է այս մասին ասի, որտեղ քանի որ ես ներսում եմ բոլոր ենթակառուցվածքներով իրենց բոլոր ես ներսում եմ եւ գիտեմ, տեսեք, այն որ հասարակության մեծ մասը այդքան էլ հետաքրքրված չէ եւ գիտեք տպավորություն է, որ օրինակ երբ որ որևէ փոփոխություն է արվում, մարդիկ մտածում են, որ ինչ որ մեկը պետքա գա իրանց դուրը ծեծի, ասի բարի ձեզ, ես այսինչան այսինչն եմ, ներկայացնում եմ այսինչ կառույցը կամ այսինչ ենթակառուցվածքը կամ այսինչ նախարարություն եմ, գիտեք, sense փոփոխություն կա։ Ախր որևէ երկրում, անգամ եվրոպական, այս մոտեցումը չկա։ Օրինակ բերեմ, երրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված, երբ որ կառավարությունը որոշեց, որ պիտի դրամական փոխանցում անի այս ընտանիքներին, դա 2022 թվականն էր եւ հիմա մենք դա սոցիալական ծրագիր էր, բայց քանի որ դա շատ աշխատող էր եւ մեծ ողջավորությամբ ընկալվեց, ընդունվեց հասարակության կողմից եւ անգամ որոշակի վիճակագրություն կա, որ դրանով պայմանավորված կարծես թե մեր մոտ երրորդ եւ հաջորդ երեխաները ավելի հաճախ սկսեցին ծնվել, մենք որոշեցին դրանք տալ օրենքի ուժ, այսինքն նույն կարգավորումը ուղղակի սոցիալական ծրագիր էր, հիմա դարձրել ենք օրենք, որ ավտոմատ տարածվի բոլորի վրա եւ անժապկետ, ոչ թե 5 տարով, 6 տարով հետո ավարտում ենք այս ծրագիրը, մտածում ենք հաջորդի վրա, այլ դրան տալիս ենք օրենքի ուժ, որ ինքը միշտ եւ հաջորդ տարիների ընթացքում աշխատի։ Ուրեմն ես այդ մասին գրեցի իմ Facebook-յան էջում, գրառում արեցի, ես երդվում եմ, ես մենակ առաջի օրը ստացել եմ 50-ից ավելի նամակներ, որտեղ արձագանքներ, որտեղ գրում էին մարդիկ, «Էս ինչ ծրագիր է, գիտեք, ես իմ բալիկին ես այնտեղ ամիսնել եմ նշել, բոլոր մանրամասները, բոլոր պայմանները նշել եմ, բայց միևնույն է մարդիկ հարցում են, ոչ մեկ չի ուզում երկրորդ անգամ կարդալ, ոչ մեկ չի ուզում իրեն նեղություն տալ, հասկանալ, ու ինձ այսպես բոլորը գնում են, ես իմ բալիկին ունենալու եմ այսինչ ամսին, ես իմ զույգերին ես կներառվեմ, թե ոչ, ես իմ զույգերին ունեցել եմ, բա ես տեղյակ չեմ, բա ես ընդամենը պետքա հետևել դրան կամ ժամանակ առ ժամանակ մենք ունենք 49 համայնքներում ունենք միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, այսինքն բոլոր այն կարևոր փոփոխությունները, որ արվում են, այս գրասենյակների միջոցով են արվում։ Քաղաքացիների մեջ այս գրասենյակները, այս կառույցները ընդունված են որպես անգործության տեղից տեղեկանք վերցնելու վայր, այսինքն հիմնականում շատ անբարյացական դեմքով են նստում, որ երկրորդ հարցի պատասխանել չկա, եթե դու հարցնես իրազեկման մասին, իսկ ինչ կասեն, ինչ կա, ես այս հարցում իհարկե ձեր հետ չեմ կարող չհամաձայնել, որովհետև քաղաքացիների դժգոհությունը շատ են, մենք արդեն 5 եւ ավելի տարիներ զբաղվում ենք միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների վերապատրաստումներ, որտեղ մի հատ շատ կարևոր եւ մեծ մաս վերաբերում է նրանց բարեկրթությանը, այսինքն այդ ոչը, այդ բացատրելը, ես հասկանում եմ, որ քաղաքացիների հետ շատ դժվար է աշխատել, ամենաբարդ աշխատանքն է մարդկային գործոնը եթե կա, այս տեսանկյունից, երբ որ օրինակ մի աշխատողը սպասարկում է օրինակ օրական 30 կամ 35 քաղաքացու, ընդ որում նրանք տարբեր ծրագրերի համար են գալիս, տարբեր խնդիրներով են գալիս, մեկը գալիս է կոնկրետ գործի համար, մյուսը գալիս է ինչ որ դիմում լրացնելու
ծանոթանալու համար, մյուսը տեղեկանք է վերցնում, մյուսը ուզում է ծանոթանա թափուր աշխատատեղերին, հնարավոր է որ նաև էս լինի։ Ես չեմ արդարացնում։ Ես միշտ ասում եմ օրինակ, որ օրինակ մարդիկ ասում են ինչու, օրինակ ես ինչ օրենքը չեք ընդունում կամ ես ինչ իրավական կարգավորումը չեք տալիս։ Ես միշտ ասում եմ, որ ժողովուրդ ջան, բարեկրթության սահմաններ կան կամ սովորական հումանիզմի տեսանկյունից շատ կարևոր կանոններ կան, որոնք օրենքներով չեն սահմանվում։ Դրանք պարզ տարրական դաստիարակություն են, ընտանեկան դաստիարակություն են կամ առհասարակ դիմացինին հարգելու շատ դժվար է իսկապես աշխատելը, բայց օրինակ երբ որ ես ինքս էլ էլի մեկ ասում եմ ես ինչի պետք է օրինակ ամեն ինչ իմանամ, որովհետեւ կարողանամ բոլորի հարցերին պատասխանեմ, բայց այն մարդկանց, ում որ պետք է այս ինֆորմացիան, իրանք իրենց նեղություն չեն տալի, օրինակ երկրորդ անգամ, չգիտեմ, բացեն, կարդան եւ այլն, բայց հետո գիտեք անմիջապես այդ քրիստոնեական ոսկի կանոնը հիշում եմ, որ ասում են մի վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կամ վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանայի, որ քեզ հետ վարվեն, հետո դե ինչ ասեմ, մարդիկ տարբեր են, կրթվածության աստիճանները տարբեր են, բայց ես օրինակ չգիտեմ, օրինակ մենք ինչ որ օրենքում ինչ փոփոխություն պետք է անենք, որ օրինակ հիվանդանոցի աշխատակցին ասենք հարգելի բժիշկ կամ չգիտեմ, բուժքույր կամ շտապօգնության աշխատակից, եթե օրինակ հիվանդանոց է գալիս կամ հերթի մեջ է 44-օրյա պատերազմի, քառորյա պատերազմի կամ որևէ հաշմանդամություն ունեցող անձ իրեն առաջնահերթ ընդունի կամ մի աթոռ առաջարկի։ Օրինակ դա ինչ օրենքով է կարգավորում։ Դա օրենքով բարոյականության կոդեքսի շրջանակներում է։ Պիտի լինի, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, եթե բոլոր պետական ծառայությունների եւ նաեւ հասարակական ընդհանուր բնույթի այնտեղ որտեղ կազմակերպություն է եւ գործում է հանուն բնակչի, հանուն ժողովրդի, հանուն մարդու, պիտի եթե հանունի գաղափարը դնում եք գովազդի, սոցիալական գովազդի եւ այդ հնարավորությունը դուք ասում եք իջարաչի ես ձեզ վստահեցնում եմ, որ չնայողը չի նայելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, չնայողը չի նայելու այդ սոցիալական հոլովակները կամ նայելու է որպես մուլտֆիլմից մի հատ դրվագ եւ այդտեղից որևէ կարևոր քարոզ կամ ուղերձ ինքը չի վերցնելու։ Դա բացառում եմ, մարդիկ շատ տարբեր են։ Տեսեք, օրինակ շատ հաճախ մեզ դիմում են, օրինակ մտածում են մարդիկ, որ եթե դու ազգային ժողովի պատգամավոր ես, ամենայն հավանականությամբ դու բոլոր հարցերի պատասխանը ունես եւ եթե դու ուզես, այդ հարցը կլուծվի։ Օրինակ իրենք չգիտեն, որ ազգային ժողովի պատգամավորի գործունեությունը իհարկե մեծ է, բայց նաև դրանք սահմանափակված են ԱԺ կանոնակարգ օրենքի սահմաններում եւ ամենակարևորը ազգային ժողովի падգամավորի սեղանին դրված չի Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչությունների թափուր հաստիկների ցուցակը, որ ասեն դու ինչ մասնագիտություն ունես, նայեն ասեն այս չկա նման բան, բայց մյուս կողմից Երբ որ օրինակ մտնում եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքեջ, այնտեղ մի առանձին մեծ տառերով գրված օրինակ թափուր աշխատատեղեր։ Զբաղվածության կենտրոնների այլ ծրագրերի շրջանակում։ Ոչ մեկ չի բացում, դա չի նայում։ Իրենք սպասում են, որ դու պետքա բացես եւ դու պետքա նայես եւ իրոք մենք տարբեր հարթակներ ենք գործարկել այս ընթացքում, հատկապես 23 թվականից, երբ որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկան մեր հայրենակիցները եւ նաեւ դրանից առաջ որոշակի հարթակներ ենք գործարկել, մասնավորապես, որոնք վերաբերում են կանանց տնտեսական ակտիվությանը։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր եւ կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր փնտրում են աշխատանք, բայց այս թափուր աշխատատեղերը եւ քաղաքացիները չեն հանդիպում եւ իրենք ուզում են, որ այդ հանդիպումը կազմակերպեք դուք։ Օրինակ դուք բացեք եւ իրենց համար կարդաք թե ինչ թափուր աշխատատեղեր կան եւ իրենք ընտրեն այդ աշխատատեղերից մեկը։ Ես հասկանում եմ, գուցե դուք հիմա չհավատաք, բայց ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք յուրաքանչյուր падգամավոր միջինացված օրը ստանում է երևի 7-ից 10 նամակ քաղաքացիներից, ուղիղ կեսը վերաբերում են աշխատանքին։ Ես ուղարկում ենք այդ էլեկտրոնային հասցեները, որ ինքը ծանոթանա եւ զարմանք ինքը գտնում է իր աշխատանքը, բայց ինքը չի պատկերացնում որտեղ պետք է մտնի։ Երբ որ ասում եք ձեր թաղամասում կա, ձեր քաղաքում կա միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, ասում են այո, այցելում եք, այո, եւ ինչով եք հետա։ Օրինակ որ գնում եք, չեք ասում, մի հատ մեզ խնդրում եմ ծանոթացրեք թափուր աշխատատեղերի ցանկի հետ գուցե մեզ հնարավոր բան կա, համապատասխան աշխատանք կա։ Սրան զուգահեռ մենք կոնկրետ այս պահին ունենք զբաղվածության տարբեր ծրագրեր, որոնք առաջարկում են, օրինակ, եթե դու չունես մասնագիտություն, պետության օգնությամբ դու մասնագիտություն ես ձեռք բերում։ Այ հենց այդ հարցն էի ուզում անդրադառնալ, որովհետև մենք անդադ խոսում ենք կարծես սոցիալական խնդիրներից խոսալու, սոցիալական խմբերին պատկանող եւ չենք խոսում այն մարդիկ, ովքեր
գուցե աշխատակից զուրկ մարդիկ եւս գուցե խումբ են կազմում, այսուհանդերձ այդ մարդկանց համար, երբ մենք ասում ենք ժամանակակից կրթություն է պետք, անհրաժեշտ է որակավորում, փոխել պրոֆիլը, նորից վերապատրաստել, նորից հասկանալ, այդ աշխատանքները կամ ուսումնական ծրագրերը արդյոք համապատասխանում են շուկայի պահանջարկին, ինչպես են ձևավորվում եւ գալիս հասնում են արդյոք շահառուին։ Գիտեք, հիմա տենց ոլորտ չկա, որ օրինակ վերապատրաստման դասընթացներ չլինել, ընդ որում դրանք պետությունը մեծ մասամբ կազմակերպում է անվճար։ Հիմա երբ որ մենք խոսում ենք, ես մտորին հետ եմ գնացել կենտրոնների շրջանակում, ես ուզում եմ հասկանալ ինչն է դժվարությունը, որ մարդը հասնի այդ դասերին, հասնի այդ աշխատանքին։ Ցանկություն է։ Բոլոր դեպքերում հանգում ենք նրան, որ ցանկություն է։ Եկեք իրար հետ գնանք ժամանակակից դպրոցներ։ Ուրեմն դպրոցների թվով պայմանավորված, գիտեք, բոլոր դպրոցներում պարտադիր որոշակի դասանից ասում են ռուսաց լեզու, որը օտար լեզու է, եւ որոշակի դասանից ասում են անգլերեն։ Որոշ մարզերում գերմաներենն է անգլերենի փոխարեն, որոշ մարզերում ֆրանսերենն է, որպեսզի համաչափությունը պահեն, բայց գերակշռողը անգլերենն է։ Դպրոցները իրավունք ունեն դիմել կրթության եւ գիտության լիազոր մարմին տնօրենը եւ խնդրի օրինակ, որ թույլ տան, լիցենզիա տան, այսպես ասած, որ ինքը իր դպրոցում նաեւ երրորդ օտար լեզուն բերի։ Դա սովորաբար ֆրանսերենն է, դա գերմաներենն է, դա անգլերենն է, կախված նրանից, թե հիմնական օտար լեզուն որն է։ Արդեն 3 թե 4 տարի է կրթության եւ գիտության լիազոր մարմինը եւս մեկ ծրագիր է դրել տարածաշրջանային լեզուների ուսումնասիրությունը հանրակրթական դպրոցներում։ Այսինքն, երբ որ մենք նախկինում որևէ լեզու օրինակ պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն կամ վրացերեն ուսումնասիրելու հնարավորություն ունեինք միայն բարձրագույն ուսումնական հաստատությունում, մասնավորապես Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետում, այսօր երեխաները հնարավորություն ունեն անվճար այս գոնե առնվազն այդ այբուբենը կամ կենցաղային մակարդակում խոսքը սովորել դպրոցներում։ Դա վերաբերում է իմ կողմից նշված տարածաշրջանային լեզուներին, ինչպես նաև երրորդ օտար լեզուներին։ Բայց տեսեք, ծնողները ասում են, իբր երեխեքը անգլերեն սովորում էին, հերիք չի մտել ֆրանսերեն են բերել, կամ գերմաներեն սովորում էին, հերիք չի մտել անգլերեն են բերել։ Այսինքն այն բարիքը հանրային, որ պետությունը քաղաքացուն տալիս է անվճար, մարդիկ դա անտեսում են, փնովում են, չեն տեսնում, ստվերում են, չեն կարևորում դա։ Ուրեմն շատ դժվար է սկիզբը, բայց օրինակ, երբ որ օրինակ մենք նայում ենք, թե օտար երկրներից, Հնդկաստանից, ինչքան ուսանողներ ունենք, որոնց մոտ կրթությունը բավականին թանկ է, որովհետև այդ բարիքը բոլորին հասանելի չի։ Մեր մոտ այդ բարիքը բոլորին հասանելի է, բայց մենք չէ, դա անտեսում ենք։ Գալիս է մեծ սիրով հայերեն են սովորում։ Հա, մեծ սիրով հայերեն են սովորում, մեր քոլեջներում սովորում են։ Այն դեպքում, երբ օրինակ մեր քաղաքացիները այսպես կամահրանքով կարող է վերաբերվեն քոլեջներին, թե դա միջին մասնագիտական կրթություն է տալիս ընդհանրապես մեզ տարբեր գործողումների շրջանակներում ես այդպես շատ գործողվող պատգամավորներից չեմ իհարկե ինչու որտեվ ես էլ լավ լեզուներին չեմ տիրապետում դա էլ խնդիր է տեսեք երբ որ մենք օրինակ վերջերս գտնվում էինք ASEAN քաղաքական միավորի շրջանակներում գտնվում էինք Լաոսի հանրապետությունում եւ մեր պատվիրակությունը նստած է դիմացից մեզ մոտեցան 2-3 տղամարդիկ ովքեր ասում էին բարև ձեզ, բարով եք եկել, բան, մենք այսպես նայում էինք, մտածում ենք հավանաբար մեզ ուղղակի ողջունելու համար, քանի որ իրենց երկիր ենք գնացել, այդպես որոշել են 1-2 բառ հայերեն սովորել, պարզվեց, որ նախկինում խորհրդային միության տարիներին այս մարդիկ Հայաստանի Հանրապետության պոլիտեխնիկում են սովորել, հրաշալի հայերեն են խոսում, այսօր իրենց մասնագիտության բերումով իրենց երկրներում բավականին լավ պաշտոնների են, այսինքն նրանք ներկայացնում են իրենց երկիրը կառավարության կարևոր պաշտոնյաներ են եւ բավականին լավ դերսից Հայաստանի իմանալով։ Ներսից Հայաստանի իմանալով այց են ունեցել Մոնղոլիա, դարձյալ կրթական ծրագրերի շրջանակներում եւ այնտեղ հիացած էին օրինակ Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրերով, նրանք շատ կարևոր էին մասնավորապես տարական դպրոցում շախմատի ուսուցումը եւ խնդրում էին մեզ որպեսզի վերապատրաստումներ անցկացնենք եւ այս փորձը իրանք էլ էին ուզում տանեն իրանց մոտ, որովհետեւ կարծում էին, որ շախմատը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում տարական հատվածի կրթական ծրագրերը ամենակարևոր հիմքն են դնում։ Եվ այնտեղ էլ իդեպ մարդիկ կային, ովքեր մեծագույն սիրով կառավարության շատ կարևոր անդամներ մեծագույն սիրով օրինակ հայերեն էին խոսում, ասում էին, որ կարոտել ենք լավաշին, ռեհանին, այդ բաստուրմայով բրթուջին եւ էլի մեր համար շոկ էր, երբ որ
այդ մարդիկ հայերեն էին խոսում, պարզվեց նրանք էլ կոնսերվատորիայի շրջանավարտներ էին եւ արդեն իրենց երկրում իրենք կոնսերվատորիայի ռեկտոր էին եւ կարևոր Իվ Հայաստանը այսպես անգիր հիշում էին աչքերը փակում էին, ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ քանի որ սա անվճար է մեզ մոտ, մենք այսպես չենք կարևորում, այլ հիմա որ Աստված մի արասցե, մի ինչ-որ կառավարություն գա եւ ասի, որ հանրակրթությունը այսօր այդ Հայաստանի Հանրապետությունում վճարովի է, ես կարծում եմ նոր բոլորը կկարևորեն, թե ինչ կարևոր բարիք էր, որ իրենք անտեսել են։ Այս մասով երևի այսքանը 12 տարի մարդը իր կյանքից այդ ամենակարևոր սովորելու տարիքում 6-ից մինչև 17 տարեկան մարդը տրամադրում է հանրակրթությանը, որտեղ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է 12-ամյա կրթությունը եւ ոչ մի բան չիմանալով դպրոցը ավարտում է։ Իհարկե մենք կարող ենք ասել, որ կրթական ծրագրերն են մեղավոր, տնօրենն է մեղավոր, նախարարությունն է մեղավոր, դպրոցի պատերն են մեղավոր, նստարանն է մեղավոր, ուսուցիչն է մեղավոր, բայց չէ, էլի, ախր չէ որ այդ մարդկանց կողքին մենք ունենք, գիտեք, միջազգային օլիմպիադաներում հաղթող երեխեք մենք ունենք։ Միանշանակ ես ուզում եմ մեկ այլ տեսակետից տանել, գիտեք, ես կարծում եմ մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում աշխատաշուկայում եւ ոչ միայն աշխատաշուկայում դրանից դրսևորվում են նաեւ պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը եւ հարստանալու, ֆինանսապես եկամուտները, լավ եկամուտներ ապավելու առումով չի կարեւորվել գիտելիքը, այլ հատկանիշներ են կարեւորվել եւ այստեղ շատ դժուժել է իրական արժե համակարգը ինչպիսին պիտի լինի։ Եթե հեռուստաընկերություններից քարոզվել են բոլորովին այլ կերպարներ, ովքեր ավելի հաջողակ են, ովքեր ավելի հեշտ են բարձունքների հասել։ Հետո կրթությունը միգուցե ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի տեղից ձեր ասած դիպլոմ ստանան, ուղղակի ստանալու համար, բայց այնուամենայնիվ այդ չկարևորվելը բերեց սրան, իսկ այսօր արդեն ունենք նոր իշխանություն, որը ասում է ամեն ինչ պայմանավորված է կրթությամբ։ Եվ ես մյուս կողմից նաև հասկանում եմ, որ եթե մարդը արդեն ընտանիք է ձևավորել եւ ընտանիքի հոգսն է կրում, նա այլևս ունակ չէ նորից իր հաշվին գնալու եւս մեկ բան սովորելու, իր աշխատանքի հետ զուգահեռ իր խնդիրների, հոգսերի, ընտանեկան պրոբլեմների։ Դրա համար կա հեռավարը է ապահովում, որովհետև ես հիմա մեկ այլ դիտարկում անեմ, նոր շարունակենք, ուսուցիչների, բժիշկների վերապատրաստումները եւ այլն, կարծես բոլորն է վճարովի են։ Եվ չստացվեց, որ սա պետությունն է հնարավորություն տալիս, որ որակավորում ստանան, օրինակ սերտիֆիկացիայի դասընթացները վճարովի են մեծամասամբ եւ հնարավոր չի, որ մարդը թեկուզ 5 տարի ժամկետ է տրված, բայց իր աշխատանքի, իր ընտանեկան հոգսին զուգահեռ հասցնի այն պետական պատվերով դասընթացին գնա մասնակցի, որ իր միավորները հավաքի եւ այլն։ Այսինքն, արդյոք սա բեռ չի մնում նորից այն մարդու վրա, որ այսօր հացի խնդիրը չի կարողանում լուծել, ասում ենք, դե գնա նորից հիմա այլ համակարգիչ սովորի, մարդիկ գուցե համակարգչի հնարավորություն չունեն վերջին։ Շատ լավ, ես ձեր հետ համաձայն եմ։ Ես իմ նախորդ պատասխանի ժամանակ ասացի, որ պետությունը շատ անվճար հանրային բարիքներ է տալիս իր քաղաքացիներին, որոնք չեն ուզում օգտվեն կամ բավարար չափով չեն օգտվում այդ բարիքից։ Հիմա նույնը վերաբերում է ձեր կողմից նշված այդ վերապատրաստման կամ ատեստավորման կամ սերտիֆիկացման գործընթացներին։ Բնականաբար բոլոր գերատեսչությունները բոլոր իրենց կողմից ունեն անվճար վերապատրաստումներ եւ բնականաբար դաշտը ազատ է եւ կան հասարակական կազմակերպություններ, տարբեր միավորումներ, ովքեր այդ նույն դասընթացը, որովհետեւ ցանկացած ծրագիր միևնույն է պետք է լիազոր մարմինը հաստատի, որ համարվի, ընդունվի, համարվի եւ համապատասխանի վերջ օրենքներին։ Նոր էս վերապատրաստումը իրականացվի, բայց դարձյալ նորից այդ մտայնությունից ելնելով մարդիկ մտածում են, որ այն ինչը անվճար է, հաստատ անորակ է, բավարար չափով իրենց գիտելիք չի տա, այ որ այնտեղ իրենք վճարեն, կգնան, այնտեղ ավելի լավ կլինի։ Եվ վճարովիները կան, եւ անվճարները կան, եւ ոչ մեկ նրանց չի ստիպում գնալ եւ օրինակ այդ վճարովիներից դաս վերցնել կամ ժամ վերցնել կամ չգիտեմ մասնակցել, բայց բոլորի համար պարտադիր է այս անվճարը։ Իդեպ եւս մեկ աբսուրդ բան կա, որ օրինակ ոլորտի մեկ շատ կարևոր ներկայացուցիչ, ով տիրապետում է ոլորտի օրենսդրությանը կամ այդ մասնագիտական կարողություններին, հմտություններին, այդ կարևոր գիտելիքներին, նա անպայման եւ անվճար ծրագրերում կա, եւ վճարովի ծրագրերում կա։ Եվ այս տեսանկյունից իմ համար օրինակ չասեմ անհասկանալի է, բայց սա ոնց որ մարդու ընտրությունն է, թե ինքը որն է ուզում վճարովի գնալ, թե անվճարը գնալ։ Նույնը ուսուցիչների դեպքում է, նույնը բժիշկների դեպքում է, նույնը պետական ծառայողների դեպքում գուցե կարող են լինել։ Սրան գումարած մեր դոնոր կազմակերպ
կազմակերպությունները, հատկապես երբ որ մենք դեպի ԵՄ քայլեր ենք իրականացնում, օրինակ իրանք էլ հսկայական թվով գումարներ են տալիս Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի պետական ծառայողների կվալիֆիկացիան, այսպես ասենք, բարձրացնեն, որպեսզի նրանք, չգիտեմ, ավելի լավ պետական պաշտոնյաներ դառնան կամ բարձրացնեն իրենց հմտությունները եւ այլն եւ այլն։ Այս տեսանկյունից վիճակը սա է։ Ես եւս մեկ կարևոր ծրագրի վրա կցանկանամ բոլորի ուշադրությունը գրավել, որ օրինակ մենք խոսեցինք, որ պետությունը կամ կառավարությունը կամ լիազոր մարմինը օրինակ տարբեր կարևոր ծրագրեր է իրականացնում հաշվի առնելով իր ոլորտի շահառուների կարիքները եւ այլն։ Մի քանի տարի առաջ, երբ որ արդեն օրենքով սահմանափակվում էր այն ուսուցիչների գործունեությունը դպրոցներում, ովքեր չունեին բարձրագույն կրթություն, դա օրենքի պահանջ էր եւ բոլորը ունեին միջին մասնագիտական, օրինակ կառավարությունը երկու ծրագիր առաջարկեց ատեստավորվել եւ եթե 60 եւ ավելի տոկոսով միավորներ էր հավաքում տվյալ առարկայի ուսուցիչը, նա մնում էր դասավանդում էր։ Եվ դրան զուգահեռ պետությունը ասում էր, եթե դու ունես միջին մասնագիտական կրթություն եւ քո գնահատականները, այդ ատեստատի միջուկի գնահատականները, օրինակ գերակշռում են 4 եւ 5 թվանշանները, դու կրթության շարունակականության հիմքով կարող ես ընդունվել ցանկացած բուհ, ընդ որում երկրորդ կուրս նստես միանգամից եւ հեռակայես կամ սովորես։ Ընդ որում պետությունը նաեւ վճարում էր այս մարդկանց կրթության ծախսը եւ այս ծրագրերը մինչեւ հիմա կան։ Մինչև հիմա, բայց շահառուները քիչ են, ես կդժվարանամ ասել, գուցե ձեր ասածն է, գուցե ընտանիքն է, գուցե հեռավորություն է, բայց սրա համար մենք նաև հեռավարը դրեցինք, նույնիսկ աշխատանքն ենք մենք ասում, որ եթե գործատուն համաձայն է, աշխատողը կարող է օրինակ հեռավար աշխատել, այսինքն ինքը նույն զբաղվածությունը ունենա տանը կամ այդ աշխատանքի ծավալը, եթե աշխատանքի սպეციფიკան թույլ է տալի, ինքը կարող է տանը անել առանց ներկայանալու կամ այսօր աշխատավայր, աշխատատեղ, աշխատանքի ծավալ, որակ, արագություն, տեխնիկա եւ համացանցի դարում դրանք խիստ պայմանական են եւ կան կազմակերպություններ օրինակ, որոնց աշխատանքի վայրը հստակ չէ։ Կա մարդիկ, ովքեր օրինակ աշխատում են այս կազմակերպության համար, աշխատավարձ են ստանում, նրանք գրանցված աշխատող են, բայց օրինակ ամեն օր իրենց տնից վեր չեն գնում եւ X տեղից չեն գնում Y տեղը։ Մասնագիտական կրթությունը շատ կարեւորում ենք, իհարկե բարձրագույն կրթությունը իր տեղում, մենք շատ կարեւորում ենք նաեւ մասնագիտական կրթությունը։ Մասնագիտական կրթության համար ինչ ենք անում։ Երբ որ մենք քոլեջների ուսումնարանների կրթական ծրագրերը վերափոխում ենք կամ նայում ենք, իսկ դրանք շատ կարիք ունեին վերանայման եւ նորից այսպես մշակման, որովհետեւ ձեր ասած աշխատաշուկային համապատասխանեն, օրինակ մենք խոսում ենք, որ հիմա շատ տարածված է օրինակ դարբինների գործը մարդիկ գնում են որոշակի գումարով կամ գուցե բոլորովին անվճար ինչ որ վարպետ դարբինի մոտ սովորում են, բայց չէ որ դա կարելի է սարքել կրթական ծրագիր, դրա համար մարդուն տալ օրինակ վկայական, որ վաղեմս օրը մի ավելի կարևոր կազմակերպությունում նա կարողանա լիցենզավորված դառնա։ Եվ սրա համար մենք ինչ ենք արել, նախարարությունը ինչ արել, օրինակ աշխատումը գործատուների հետ, գործատուն գալիս է ասում է ինձ պետք է այսինչ որակներով աշխատող։ Խնդրում եմ ձեր կրթական ծրագրերը, այս տեսական գիտելիքները ինչ անում եք արեք, պրակտիկան էլ էս արեք եւ ես համաձայն եմ այդ մարդկանց բերելի մոտ պրակտիկայի։ Սրա համար մենք դրել ենք օրինակ ուսումնարաններում, քոլեջներում դուալ կրթության բանը, մոտեցումը, այս ֆորմատով կրթությունը, օրինակ Տավուշի մարզում կա ձեռնոցների մենակ հիմա կդժվարանամ այդպես հիշել թե էլ ինչ էին արտադրում եւ այնտեղ ուսումնարանում երեխեքը այստեղ տեսական գիտելիքներով են հարստացնում իրենց գիտելիքների պաշարը, գնում են այնտեղ պրակտիկա ոչ միայն զբաղվածությունն են, այլև դրա համար վարձատրվում են։ Այսինքն ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հատկապես այս ոլորտը 15-20 տարի առաջվա ոլորտ չի։ Այստեղ այլընտրանքները շատ են, առաջարկները շատ են։ Դասընթացը աշխատատեղով ապահովման հետ միահյուսված իրավիճակ է ստեղծվել։ Այո, միահյուսված է մեծ առումով։ Տեսեք, օրինակ մեր Ժող ինստիտուտ ասեմ, Ժող ինստիտուտի բոլոր շրջանավարտները օրինակ հաջողությամբ ընդգրկվում են բանկերում։ Նրանց պետք է վերապատրաստումներ, իհարկե պետք է, որովհետև ինչքան էլ բուհը ի վերջո պրակտիկ գիտելիք չի տալիս։ Բուհի առաջնային խնդիրը երեխաներին կամ ուսանողներին տեսական գիտելիքներով պատրաստելն է։ Պրակտիկան գուցե քիչ է, գուցե պետք է այլ տեղ ուղարկել, սա արդեն դարձյալ բուհին է, բայց օրինակ մենք ունենք շատ կազմակերպություններ, ովքեր պրակտիկանտների չեն ընդունում։
Եվ սա էլ մի կողմից ուրիշ խնդիր է, եւ այստեղ նորից կառավարությունը խնդիր ուներ եւ օրինակ նախարարությունը, ես գիտեմ, բազմաթիվ կազմակերպությունների հետ հուշագիր է ստորագրել կամ պարզապես պայմանավորվել է, որ այսինչ բուհի, այսինչ ֆակուլտետի երեխաները անպայման պրակտիկան այդտեղ պետք է անցկացնեն, որտեղ ուրիշ տեղ չկա, որ այդ մարդիկ գնան այդ պրակտիկան անցկացնեն։ Այսինքն շատ բան կա վերանայելու, բայց նորից եմ ուզում նշել, որ այսօր քաղաքացին իսկապես ունի ընտրություն, բայց դպրոցներում բազմաթիվ են ուսուցիչների թափուր տեղերը, բազմաթիվ են։ Պետական համակարգում ամբողջ օրը նայում ես, որ, չգիտեմ, աշխատակազմի ղեկավար են փնտրում, էս են փնտրում, են, բայց քանի որ մարդիկ պետք է, քաղաքացին պետք է իր վրա մի քիչ աշխատի, նոր գնա մասնակցի դրան, այդ մրցույթին, ինքը չի ուզում դա։ Ինքը համաձայն ավելի քիչ աշխատավարձով, բայց մի հատ ինչ-որ մեկը իր համար բարեխոսի, ինքը գնա մտնի այդտեղ լճանա, հետո հավես չանի, հետո ասի, այս երկիր չի, այս երկիրը երկիր չի դառնա, իմ վիճակը չի բարելավում, ես թողնում եմ այս երկրից գնամ։ Բայց արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մի քաղաքացի, ով ունի բարձրագույն կրթության դիպլոմ, ով տիրապետում է առնվազն 2 օտար լեզվի եւ ունի որոշակի կարողություններ եւ հմտություններ, դժվարանում է աշխատանք գտնել։ Չգիտեմ, գուցե կան, որ դժվարանում են գտնել։ Մարզերում դա իրոք խնդիր է։ Ես ինքս մարզից եմ եւ գիտեմ, որ այնտեղ խնդիր է, բայց քանի որ օրինակ իմ մարզը ավելի մոտ է Երևանին, աշխատող քաղաքացիների մեծ մասը ամեն օր գալիս է Երևան աշխատանքի եւ հետ է գնում։ Ես էլ նախկինում ամեն օր գալիս էի գնում, որտեվ ինձ հարմար էր եւ ես իմ մարզում չէի գտնում համապատասխան աշխատանք։ Բայց այլ մարզերում իրոք սա խնդիր է, բայց ես կարծում եմ բոլոր դեպքերում կրթական բոլոր մակարդակներում պետք է բացի ընդհանուր առմամբ գիտելիքներից, ակադեմիական մակարդակի ունակություններ բարձրացնելուց, սովորելուց պիտի կենցաղավարումից, ծնողավարումից, դաստիարակության արժեհամակարգերի դասաժամեր ունենան բոլոր մակարդակներում տարբեր դրսևորումներով, արդեն տարիքին սեռին համապատասխան միգուցե, որ հասունացնենք մեր մեջ այն ունակությունները արտաքին աշխարհի հետ շփվելու, ֆինանսական գրագիտություն սովորեցնելու բոլոր պարտադիր չէ միայն ֆինանսական ուղղվածությամբ կրթության գնաս, որ սովորական գրագիտություն ունենաս ֆինանսական համակարգից։ Բայց գիտեք, այդ ամեն ինչը արդեն կա այսօր։ Այդ ամեն ինչը կա։ Այո, այդ հենց նոր։ Իսկ ինչու մեր բնակչությունը այս վիճակում։ Հենց նոր խոսեցիք ֆինանսական գրագիտության մասին։ Ֆինանսական գրագիտությունը հասարակագիտություն առարկայի ծրագրի բաղկացուցիչ մաս է։ Այսինքն բոլոր այն երեխաները, ովքեր հաճախում են դպրոց, իրանք այդ ֆինանսական գրագիտությունը սովորում են։ Ավագ դպրոցներին տրված է հնարավորություն, եթե դպրոցը ունի մասնագետ եւ մասնագետը կարող է ծրագիր գրել, իսկ այդ ծրագիր գրելը շատ բարդ չի մի ուսումնական տարվա մեջ։ Եվ նախարարությունը հաստատում է, իրենք կարող են այդ ձեր ասած տնտեսագիտություն ուսումնասիրել, իրանք կարող են արվեստ ուսումնասիրել, իրանք կարող են բարոյագիտություն ուսումնասիրել, չինական փիլիսոփայություն ուսումնասիրել, քաղաքագիտության հիմունքներ ուսումնասիրել։ Իսկապես այսօր հնարավորությունները շատ են։ Խոսեցիք ծնողավարության մասին, ինչը շատ կարևորում եմ, հատկապես երբ որ սոցիալական ոլորտում եմ, ամեն օր այդ զարհուրելի դեպքերը լսելուց միտեղ հայրը իր անչափահաս երեխային է խեղդում, միտեղ մայրը Վերջերս միայն սարսափելի բաներ ես լսում, չես ուզում նույնիսկ հետևել այդ համաձայն է, միտեղ մայրը մկնդեղ է տալի երեխաներին, միտեղ, չգիտեմ, ընտանիքի բարեկամը սեռական ոտնձգություն է իրականացնում անչափահասի նկատմամբ, բայց ախր սա էլ է դպրոցը անում։ Ուրիշ բան, որ այդ մարդիկ չեն ուզում, չեն գնում, բայց սա էլ է անում։ Հասարակական կազմակերպություններ ունենք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Այս մարդիկ էլ ծնողավարությունը շատ կարևորում են եւ իսկապես դոնոր կազմակերպությունները, մեր միջազգային գործընկերները շատ կարևորում են, սա անում են, բայց ուրիշ բան, որ մարդը չի ուզում գնա դրան մասնակցի, ինքը չի ուզում այդ գիտելիքը ունենա։ Իրան հարմար է, ինքը իր կոմֆորտ զոնայից չի ուզում դուրս գա ուղակի։ Ես հասկանում եմ, որ խնդիրները անվերջ են, հակադիր կողմեր կարող են լինել, դուք ասում եք ժողովուրդը չի ուզում, մեկ այլ կողմ կգտնվի, կասի ուզում է չի կարողանում, մյուսն էլ կասի, օրինակ իմ կարծիքով շատ հասարակական կազմակերպություններ, կարծես իրենց համար են աշխատում, շահառուներն էլ են իրենք եւ այլն, եւ հանրության լայն շրջանակների նրանց ծառայությունները եւ աշխատանքները կարծես չեն էլ հասնում։
ասեմ ավելին, մարդիկ չգիտեն հասարակական կազմակերպությունը ինչ է։ Այսինքն սա եւս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք տարբեր խմբերի հետ, այդ տարբեր խմբերը կյանքից, պետությունից, իրենցից ունեն տարբեր պահանջմունքներ, ունեն տարբեր ակնկալիքներ եւ իրենց ակնկալիքների եւ սպասելիքների բերումով իրենք ունենում են X կամ Y վարքագիծը, բայց առաջարկի մասով ես այնպես չստացվի, որ ես ասում եմ մեր կյանքում ամեն ինչ լավ է, կառավարությունը ամեն ինչ, կառավարությունը օրինակ բոլոր խնդիրները լուծել է եւ գիտեք ժամանակն է, որ այս կառավարությունը, այս իշխանությունը գնա իրենց տուն, որովհետեւ բոլոր հարցերը այլևս կարգավորված են եւ ժողովուրդը այնքան հասունացած է եւ այնքան կայացած է, որ ինքնուրույն կարող է որոշումներ ընդունել, այլ պետության կամ պետական մարմինների կամ պետական քաղաքականությունների կարիքը չունի։ Էլի եմ ուզում ասել, որ աշխարհի ոչ մի երկիր, աշխարհի ոչ մի երկրի հասարակություն գոհ չի իր իշխանություններից, որովհետեւ միշտ երբ որ որևէ ակնկալիք, որևէ պահանջմունք բավարարվում է, բնականաբար առաջ է գալի հաջորդ պահանջմունքը, բայց եւ այս տեսանկյունից միշտ կա աշխատելու տեղ, բայց սրա համար մեզ պետք է շատ մեծ բյուջե, որպեսզի մենք կարողանանք այդ բյուջեից հատկապես սոցիալականին մեծ ծավալ հասցնենք, որովհետև ինչպես իմ խոսքում նշեցի, մենք կարող ենք թղթի վրա շատ սիրուն ծրագրեր գրել, շատ սիրուն, բայց դրանց իրականացման համար մեզ հսկայական թվով գումար է պետք եւ եթե ժամանակ ունենք մի բան էլ ավելացնեմ, տեսեք օրինակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր ինստիտուտներ դրեց շուրջ 2 տարի առաջ, դա անձնական օգնականի ինստիտուտներ, երբ օրինակ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր սովորում են կամ աշխատում են եւ ունեն կարիք տնից դուրս գալու իրենց ուղեկցելու, մենք օգնական ենք տրամադրում նրանց։ Օգնականները վերապատրաստում են, հավաստագիր են ստանում, այսինքն որոշակի կարողություն սոցիալական աշխատողի աջակցի։ Այո, եւ վարչապետի, քանի որ շատ էին թվականակով հերիքում են, թե գիտեք ավելի շուտ ինչպես եղավ, քանի որ այսպես թե այնպես հաշմանդամություն ունեցող քաղաքացիներով ընտանիքի որևէ անդամ զբաղվում էր, այսինքն իրենք ունեին ընդհանուր առմամբ այդ վարքագծի փունջը, որը պարզապես պետք էր համակարգված լիներ, էլի այսպես ասած համակարգային եւ վկայական ստանային, որը նաեւ որոշակի աշխատավարձ է ենթադրում եւ շատ հաճախ անձնական խնամակալի կարգավիճակով, ինչպես հասկանում եմ, հաշմանդամի նկատմամբ, թե միայն օգնական, ով նաեւ ընտանիքի անդամը կարող է լինել իր ընտանիքի անդամ հաշմանդամ անձնավորությանը եւ ստանալ ֆինանսական աջակցություն։ Այո, եւ խնամակալի դեպքում էլ սա կա, բայց օրինակ մենք, քանի որ ինքը որոշակի բյուջե է իրենից ներկայացնում, մենք չկարողացանք սա տանել եւ տարածել օրինակ դպրոցահասակներից սկսած։ Մենք 15 տարեկանից սկսած ենք սա անում, բայց կարիքը շատ մեծ է, որպեսզի ավելի փոքր տարիքից մենք այդ անձնական օգնականի ինստիտուտը ներդնենք։ Օրինակ շատ մեծ կարիք կա, երբ որ մենք ունենք մանկական ուղեղային կաթվածով շատ եւ առաջի կարգի խորը հաշմանդամություն ունեցող ընտանիքներին հենց նրանց է ամենաշատը պետք է անձնական օգնականի ինստիտուտը, որովհետեւ ընտանիքի անդամները կարողանան որևէ զբաղվածություն ունենալ, քանի որ ընտանիքի որևէ անդամի հաշմանդամության բերումով մեկ ուրիշը այս ինչ է ուզում ասել, մենք իհարկե այս քայլերը անում ենք, բայց կարիքը շատ մեծ է բոլորի վրա սա տարածելու, մենք նոր նախարար ունենք, իր հետ այս քննարկումները անում ենք, բայց պետք է հասկանալ որտեղից կտրել ինչ ու տանել դնել այստեղ, որտեղ մեր համար չկան կարևոր եւ անկարևոր, առաջնային եւ երկրորդային խնդիրներ ունեցող ծրագրեր, որտեղ խոսքը վերաբերում է քաղաքացուն եւ խոսքը վերաբերում է քաղաքացու կյանքի որակը բարձրացնելուն։ Այս տեսանկյունից պետք է որևէ գումար խնայվի, այսպես ասած, այս խնդիրը ռացիոնալ օգտագործի, բայց դրա համար պետք է այդ գումարը լինի։ Դրա համար շատ կարևոր է, որ այս գումարը լինի։ Հիմա երբ որ մենք ընտանիքների անապահովության համակարգից մարդկանց քաշում ենք, եւս մեկ կարևոր լուծում ունի այս համակարգը, մենք մարդկանց կանչում ենք, եթե ընտանիքում կա գործունակ անձ, չափահաս, մենք իրեն աշխատանք ենք առաջարկում։ 2 անգամ 6 ամսվա ընթացքում եթե տվյալ ինչ վիճակագրություն կա ընդունում են այդ աշխատանքը վիճակագրություն դեռ չունենք ցավոք չեմ կարող վիճակագրությամբ կիսվել մեզ էլ էր հետաքրքիր բայց այդպես վերջնական վիճակագրություն չունենք եթե մարդը 2 անգամ
մերժում է իրեն առաջարկվող աշխատանքը, բայց ցանկություն է հայտնում շարունակել մնալ անապահովության համակարգում, այս դեպքում ավտոմատ չեղարկվում է իր այսպես ասած մասնակցությունը կամ իր շահառու լինելը այդ համակարգին, որովհետև եթե էլի իրենց համար են անում եւ երբ որ մարդուն աշխատանք են առաջարկում, գիտեք, պետությունը կարող է անդադար օգնել, բայց եթե ստաբիլ աշխատանք չկա, հույս ունենալ, որ ընտանիքը երբևէ դուրս է գալու այդ ծայրահեղ իրավիճակից հնարավոր չէ։ Եվ կան շատ հաջողված ընտանիքների պատմություններ, որտեղ օրինակ երեխաները լավ են սովորել, դուրս են եկել աշխատելին եւ ընտանիքը դուրս են բերել։ Այստեղ եւս մեկ անգամ ապացուցվում է, որ առանց կրթության հնարավոր չէ երկրում աղքատություն կամ ծայրահեղ աղքատություն կրճատել։ Ես հասկանում եմ ձեր խոսքից, որ հիմա դիտողները թերահավատություն որոշակի առումով եւ քննադատություն կունենան, որտեղ անդադ մեղադրեցինք, որ նրանք չեն ուզում, բայց ես պիտի մի իրական դեպք էլ ասեմ, շատ կարճ առանց կոնկրետ անունների, երբ մի նախագծի պիտի մասնակցեինք եւ մենք առաջարկում ենք առողջապահական խնդիրների լուծում, բժշկական բուժումներ անվճար հովանավորների միջոցով կապվում էին եւ այլն, տեղափոխեինք, բուժեինք, վերադարձնեինք հատկապես սոցիալական խմբերում ընդգրկված մարդկանց։ Մի քանիսին դիմեցինք, որ մենք ենք զանգահարում, ասում եկեք, մենք ձեր երեխային կբուժենք, ձեզ կբուժենք եւ այլն, պայմաններ դրեցին։ Չէ, ասում եմ, ես հիմա օրինակ մի ծնող ասում է, ես հիմա ստանում եմ որևէ բարերարից ամսական գումար, տունս եմ կառուցում։ Ես հիմա այս երեխուն բուժեմ, այդ գումարը ինձ այդ մարդը չի փոխացի, բայց մյուս երեխեքին ես ինչով պիտի պահեմ։ Այսինքն ես լիովին հավատում եմ եւ վստահում եմ, որ իրապես կան դեպքեր, կան մարդիկ, ովքեր մեկին էլ զոհ կտան, միայն թե ինչ որ հարցեր լուծվեն այդ պահին, որտեղ միգուցե այլևս այդ ընտանիքի անդամի հետ որևէ հույս չունեն։ Ես հասկանում եմ, շատ ծանր է, դժվար է, երբեք չես կարող ասել դու այդ իրավիճակում ինչպես կվարվես, որքան էլ որ գլուխ կողենք, թե ասենք մենք լավագույն ենք եւ իդեալական ենք, բայց առօրյայում ամեն օր ապրել խնդրի հետ, երբ ընտանիքում կա ծայրահեղ վատ վիճակ կամ ծայրահեղ վատ առողջական վիճակով մարդ, դա իրապես մարտահրավեր է, որը ամեն մեկը չի կարող ճիշտ լուծել։ Ինչ խոսք, օրինակ ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում էլ մենք տարբեր ռեպորտաժներ տեսնում ենք, հա ձեր ասած ծայրահեղ ծանր վիճակում, չգիտեմ, անչափահաս երեխաներ ու այդպես շատ դժվար է էմոցիոնալ առումով շատ ուղիղ նայել, բայց գիտեք, sense մի բան ասեմ, եթե համայնքապետը կամ համայնքապետարանը լավ ճանաչում է իր համայնքին, դրան գումարում են օրինակ պետական մարմինների աջակցությունները տարբեր ոլորտներում, ես նույնիսկ կբացառեմ, որ ընտանիքներին պետությունը չի կարող օգնել։ Երբ որ օրինակ համայնքապետը կամ համայնքապետարանը չի ճանաչում իր քաղաքացիներին կամ առնվազն իր համար, գիտեք, յուրաքանչյուր պաշտոնյայի դիմաց դրված է որոշակի ծրագիր, որոշակի հարց, որոշակի խնդիր, որ ինքը լուծի, ես իհարկե շատ կարևորում եմ բոլոր համայնքներում եւ ոռոգման գծերի վերանայումը, եւ լուսավորությունը, եւ ասֆալտապատումը, եւ վերելակները, եւ կտուրների, ամեն ինչը շատ կարեւոր է։ Եվ գիտեք, քանի որ համայնքապետերը նաեւ քաղաքական պաշտոնյաներ են, բնականաբար իրենք ավելի շատ այսպես վիզուալ աշխատանքներ են իրականացնում, որը նրանց հնարավորություն կտա երկրորդ անգամ ընտրվելու։ Բայց ես օրինակ մի քիչ դժվար եմ հասկանում, որ երբ որ կա օրինակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարբեր ծրագրերը եւ օրինակ մի ընտանիք կարող է երկու եւ ավելի ծրագրերի շահառու լինել կամ լավ մեկ ծրագրի շահառու լինել, սրանք գումարվում է նաեւ առողջապահության ոլորտի արտոնությունները կամ որոշակի արտոնությունները այս պարագայում, սրան գումարվի նաեւ համայնքապետարանի օգնությունը, գիտեք, ես բացառում եմ, որ ընտանիքը մնա աղքատության ճիրաններում, այսինքն երբ որ օգնությունը գալիս է ոչ թե մի տեղից, այլ մի քանի տեղից, ես վստահ եմ, որ հնարավոր է ինչ-որ բան անել եւ այդ կարծրատիպերը մի քիչ շատ կարևորում եմ կոտրել, որտեղ շատ ընտանիքներ օրինակ գերադասում են մնալ անապահովության համակարգում ոչ թե նրանց համար, որ իրենք ուզում են, որ իրենք լինեն աղքատ,
կամ իրենց ճանաչեն աղքատ, այլ պարզապես այս համակարգը իրենց տալիս է այլ ոլորտներում այլ արտոնություններ։ Հիմա եթե մենք օրինակ առողջապահության ոլորտում դնում ենք այս համընդհանուր համապարփակ առողջության համակարգը, եթե մենք համապարփակ չի լինի, բայց համընդհանուր երևի թե եւ օրինակ կրթության եւ գիտության նախարարությունը իր հերթին է օրինակ ծառայությունները ավելի մատչելի դարձնում եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ աշխատանքի առաջարկում, սրան էլ օրինակ համայնքապետարանն է մի քիչ իր սոցիալական ծրագրերը մեծացնում, բայց ոչ թե 20-25000 դրամ 3 ամիսը 1 տալով, այլ երկարաժամկետում, չգիտեմ, ինչ-որ աշխատանքի հարց է լուծում կամ նպատակային ուղեգիր է տալիս այս ընտանիքների երեխաներին, ովքեր կգնանք սովորեն, հետ կգանք աշխատեն համայնքում, կշենացնեն համայնքը, այդ թվում նաև ընտանիքը կհանեն, իսկ թվում է արդեն քաղաքացին ինքը կունենա շահագրգռվածություն այս համակարգից դուրս գալու։ Էլի եմ ուզում կրկնել, մարդիկ ոչ թե ուզում են մնալ աղքատ, որպեսզի պետությունը, չգիտեմ, իրենց այդ 35000 կամ 45000 դրամը տա, իրենք չեն ուզում են մյուս հնարավորություններից կտրվեն, որոնք պակաս կարևոր չեն իրենց ընտանիքի կենսագործունեությունը ապահովելու համար։ Եվ երբ որ մենք խոսում ենք ռեֆորմների մասին, օրինակ խոսում ենք սոցիալական ոլորտի որևէ ռեֆորմի մասին, որը վերաբերում է որևէ սոցիալական խմբի, չէ, մենք չենք կարող այս մասին խոսել զուտ այս ոլորտից։ Սրան պետք է այլ գերատեսչություններ նույնպես կան միանան, որ խնդիրը բազմակողմանի լուծվի։ Շատ հասարակական կազմակերպություններ, հասարակական ակտիվիստներ ասում են, որ պետության տարբեր ստորաբաժանումները փոխկապակցված չեն գործում։ Իրարից անկախ գործողություններ են անում նույն շահառու խմբերի համար եւ կարծես շարունակականությունը, որ ինչ որ մի փուլում արդյունք դա արդեն իրապես պտուղ դա չի ստացվում, որովհետև միմյանցից անկախ տարբեր ժամանակահատվածներում տարբեր չկանոնակարգված միգուցե սա այդքան էլ պետք չէր անել, բայց արվեց եւ վերջում չկա այն արդյունքը, որը ակնկալվում էր եւ անիմաստ ծախս է դառնում, ծախս անարդյունավետ է դառնում գործողությունը։ Գուցե այս գնահատականը իր մեջ պարունակում է ռացիոնալ կամ ճշմարիտ նշույլներ, բայց ախր երբ որ դու խնդիր ունես այդ պահին արձագանքելու այդ խնդրին, դու չես ասում մի հատ համապարփակ մի հատ նայեմ, մի հատ տեսնեմ օրինակ արդարադատը սրան ինչ կասի, մի հատ տեսնեմ, դու այդ պահին գնում ես եւ արձագանքում ես։ Եվ այս տեսանկյունից բոլոր մարզպետարանները եւ բոլոր քաղաքապետարանները ունեն սոցիալական ֆոնդ, որով իրենք օրինակ իրենց դիմող քաղաքացիներին հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հաշվի առնելով ընտանիքի կարգավիճակը, ավագանու որոշումով կան սահմանված չափեր դրամի, որ տալիս են լուծում են այդ պահին խնդիրը, այո, լուծում են։ Մարմինների աշխատանքների վրա գույքագրել, ընդ որում գույքագրել ասելով բոլոր խնդիրներն եմ ասում, նաև սոցիալական անապահովության եւ մարդկանց կրթելու զարգացնելու խնդիրների հետ կապված, գույքագրել իրենց համայնքի բոլոր խնդիրները եւ իրենք կապվեն համապատասխան ստորաբաժանումների հետ, որպեսզի միասնական եւ համակողմանի լուծումներ ստանան խնդիրները։ Հակառակ դեպքում առանձին գերատեսչություններից եկող խնդիրները դժվար մի կետում այսպես խաչվեն եւ արդյունավետություն ունենան։ Մենք շատ կարեւորում ենք այս սոցիալական ոլորտում համայնքների դերակատարությունը։ Ինչու, որովհետեւ դա համայնքի ուղիղ պատասխան եւ համայնքի լիազորությունների, համայնքապետի լիազորությունների շրջանակներում է սա գտնվում։ Մենք դրա համար ինչ արեցինք։ Մենք դրա համար փոփոխություն արեցինք նաեւ թիմ օրենքում, որտեղ որոշակի թվով ազգաբնակչություն ունեցող համայնքներում պարտադրեցինք 1 սոցիալական աշխատողը, իսկ եթե դրանից ավել էր 2 սոցիալական աշխատողը։ Եւ օրինակ վերջերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած այս դեպքի առթիվ իհարկե խայտառակ ողբերգություն է տեղի ունեցել, սա մարդկային տրամաբանության մեջ շատ սա չի մտնում եւ չի տեղավորվում, բայց օրինակ ես գրություն եմ գրել Գեղարքունիքի մարզպետին եւ ինձ համար շատ հետաքրքիր օրինակ այդ ընտանիք վերջին անգամ ով է այցելություն արել, սոցիալական աշխատողը գնացել է թե ոչ, օրինակ ՆԳՆ ստորաբաժանումները իրենց ուշադրության կենտրոնում այս ընտանիքը պահել են թե ոչ, կարիքի գնահատում այս ընտանիքներում արվել է թե ոչ։ Ինչ եմ ուզում ասել, որ եթե մեր բոլոր ինստիտուտները աշխատեն, այսինքն պետք է կայանան, որ աշխատեն եւ չասեն ընտանիքի նման խնդիրները պետք է մնան եւ լուծվեն ընտանիքի ներսում, մենք անպայման կունենանք որոշակի արդյունքներ, թե չէ էլի եմ ասում, իհարկե մենք կարող ենք գրել ամենագեղեցիկ օրենքները, ամենագեղեցիկ կարգավորումներով, բայց երբ որ մարդիկ առաջնորդվում են այդ
համայնքին բնորոշ այդ կաղապարված մոտեցումներով մենք չենք կարող որոշակի արդյունքներ ունենալ։ Ստեփանյան, ցավոք մեր բնակչությանը հետաքրքրում է միայն այս պահին իրենց հասանելիք ֆինանսական արտոնությունները։ Այս պահին ինչն է ֆինանսապես շահագրգռում, ինչ հնարավորություն կա, որ կարող են օգտվել սոցիալական դաշտում, խնդրում եմ սա ասեք եւ անցնենք մեր բլից հարցերին, որովհետեւ մենք այսօր ավելի շատ խոսեցինք ոդքասթի մտքերով կիսվելու շրջանակում, քան թե ուղակի հարցազրույցի, բայց երևի թե մտքերով փոխանակվելն է կարևոր։ Իհարկե կարևոր է այդ մտքերի փոխանակությունը։ Խոսակցության մեջ են ծնվում նոր մտքեր, նոր գաղափարներ, գուցե եւ օգուտ տվեցինք այս առումով։ Ես ձեր հարցը չֆիքսեցի։ Ես ուզում եմ հասկանալ այս պահին ինչ է տրվում սոցիալական դաշտում մեր շահառուներին։ Ֆինանսական ինչ հնարավորություններ ունեն։ Շատ կարճ, կոնկրետ, եթե թվային ցուցիչներով կարողանում ենք ասել, որ սոցիալական խմբից սկսեմ ախր։ Սկսենք երեխաների հետ կապված, ավարտենք հաշմանդամության կարգերով։ Արդեն ասացի, որ մենք ընտանիքում ծնվող յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի համար ընտանիքին փոխանցում ենք 50,000-ական դրամներ մինչեւ երեխայի 6 տարին լրանալը։ Անկախ երեխայի կարգաթվից, այսինքն կապ չունի երեխան կլինի առաջինը, երկրորդը, չորրորդը, թե 8-րդը, կառավարությունը միանվագ նրանց փոխանցում է 500,000-ական դրամներ։ Հունվարի 1-ից ոչ, հունվարի 1-ից չէ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, ինչու, որովհետև կան ընտանիքներ, ովքեր արդեն պլանավորել են բալիկներ եւ գուցե արդեն պլանավորել են, թե ինչի վրա են ծախսելու այդ գումարը, հետեւաբար մենք ոնց որ նոր էջից ենք, վերջին բալիկը կծնվի, հետո նոր այս շրջանակներում բալիկը կծնվի, հետո նոր օրենքը կտարածվի մյուսների վրա։ Մենք հավասարաչափ վերաբերմունք ենք ցույց տալի օրինակ գյուղաբնակ չաշխատողների եւ քաղաքաբնակ չաշխատող մայրերի համար, որտեղ նախկինում քաղաքաբնակ չաշխատողները որևէ ֆինանսական աջակցություն չէին ստանում եւ սա մի ուրիշ տենդենց էր ստեղծել քաղաքաբնակ մայրերը, չաշխատող մայրերը բալիկ ունենալուց առաջ անպայման գնում են եւ որևէ գյուղում որևէ ազգականի տան վրա գրանցվում են, որպեսզի կարողանային այս ծրագրից օգտվել։ Հիմա մենք նաեւ նրանց ենք գումար տալիս եւ մենք արդեն ունենք քննարկում, որ նաեւ ուզում ենք հավասարեցնենք բոլորի դեպքում սա, որ ամեն մեկը եթե գյուղում է բալիկ ունենում, գյուղում ունենա, քաղաքում է բալիկ ունենում, քաղաքում ունենա եւ սրանից իր այս ֆինանսական միջոցները տատանումներ չեն ստանալու։ Բոլոր այն ընտանիքները, ովքեր որ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում են գտնվում, բացի պետության կողմից ֆինանսական աջակցություններ ստանալը նաև այսուհետ կստանան baby box-եր, որոնք իրենց մեջ պարունակում են երեխայի համար առաջին անհրաժեշտություն ներկայացնող տարբեր պարագաներ, ընդ որում բնականաբար շուկայում լավ որակ ունեցող։ Սա այսպես հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար բնականաբար գիտեք առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ մենք ունենք, որոնք համապատասխանաբար իրենցից ենթադրում են որոշակի գումարներ եւ սրան զուգահեռ մենք ներդրել ենք անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, սա իր մեջ ավելի շատ ենթադրում է տրամաբանորեն ոչ թե անձի առողջական վիճակը, այլ անձի ֆունկցիոնալ սոցիալական վիճակը, այսինքն եթե կարողությունները, այսինքն այո, եթե քաղաքացու խնդիրը այնուամենայնիվ թույլ է տալի, որ նա որոշակի զբաղվածություն ունենա, մենք նրան չենք տալի հաշմանդամության կարգ եւ այսպես վերջնականապես նրան պետությունը ինչ որ տեղել կարծես թե համառությամբ չի դարձնում հաշմանդամ, սա նաեւ հոգեվիճակ է, եկեք նաեւ ինքներս մեզ համար ֆիքսենք։ Նրանց տալիս ենք աշխատանք վերապատրաստելու հնարավորություն, եթե չեմ սխալվում։ Այդ զբաղվածության ծրագրերը միշտ կան, անընդհատ ես բոլորին կոչ եմ անում, նրանք ովքեր աշխատանք են փնտրում, նրանք ովքեր ունեն վերապատրաստման կարիք, նրանք ովքեր ունեն մասնագիտության ձեռքբերում կամ մասնագիտության վերավորակավորման անհրաժեշտություն, բոլորը գնան իրենց տարածքային միասնական սոցիալական ծառայություններ, ծանոթանան պետության կողմից առաջարկվող ծրագրերին, ծանոթանան այն կարևոր փաթեթներին, որոնց կարող է իրենց կյանքում բեկումնային նշանակություն ունենան, օրինակ մենք մինչև այսօր ունենք ռազմական կամ մարտական գործողությունների մասնակից զինծառայողների համար տարբեր ծրագրեր, բայց օրինակ ոչ թե որևէ մեկ, այլ շատ քիչ թվով շահառուներ մենք այստեղ ունենք, որովհետև այն ինչ վերաբերում է, որ
պետք է գնան, սովորեն, մի քիչ իրանց վրա աշխատեն, հետո նոր աշխատանք գտնեն, սա կարծես այդքան էլ չի ողջունվում մեր քաղաքացիների կողմից, բայց ես նորից եմ ուզում ասել, պետությունը իհարկե միշտ կարող է տալ այդ 25-ից 45,000 դրամը, իհարկե միշտ կարող է հրատապ ծրագրերի շրջանակներում ընտանիքներին տալ նաև սոցիալական սննդի փաթեթներ կամ հագուստի որոշակի փաթեթներ, բայց մենք ընտանիքին դնում ենք այս ցիկլի մեջ եւ նրանք կարծես ստիպում ենք, որ ինքը անվերջ սերնդեսերունդ մնա աղքատության ճիրաններում, բայց մենք սրա փոխարեն մարդկանց առաջարկում ենք զբաղվածության ծրագրեր եւ եթե չեմ սխալվում, մասնավոր սեկտորում էլ եք, չէ, սեկտորին եք խրախուսում, աշխատանքության կամ որոշակի սահմանափակումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու առումով։ Ես այդքան չուզեցի մանրանալ, այո, մասնավոր սեկտորում եթե հաշմանդամություն ունեցող անձը ցանկություն ունի եւ գործատուն համաձայն է, որ նա աշխատի իր մոտ, ապա նրա հատուկ կարիքին համաձայն պետության միջոցների շնորհիվ կարող են նույնիսկ խելացի հարմարեցումներ անեն, այսինքն կլինի, որ պատճառը 1 կամ 2 հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են, ովքեր գնում են այդտեղ, բայց դա կարող է դառնալ օրինակ հնարավորություն, որ ելի հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց զբաղվածությունը գտնեն։ Պիտի կարծես թե համապատասխանեցնենք այո, խելացի հարմար մարդկանց համար, բայց սա ասեցինք ու տեղի չունեցավ։ Դե հիմա գուցե ամբասայլակի տեղ կա, բայց աստիճանների տարբերակում դրա համար փոփոխություններ են տեղի ունեցել եւ քաղաքաշինության ոլորտը համակարգող օրենքներում։ Դրա համար փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ հանրակրթության եւ կրթության մասին օրենքներում։ Այո, կարող են լինել օրինակ թեքահարթակներ, բայց օրինակ վերելակը հարմարեցված չլինի, կարող է վերելակը հարմարեցված լինի, թեքահարթակներն են, բայց օրինակ սանհանգույցները հարմարեցված չլինի, բայց ես ուզում եմ ասել, որ կարծում եմ նաեւ բոլորը կփաստեն, որ պետությունը հատկապես դպրոցներին, հատկապես բուհերին այս միջոցները տալիս է, միայն պետք է որ գրավոր դիմում լինի, որ մենք ունենք այսպիսի սովորողներ կամ ուսանողներ կամ այսպիսի աշխատակիցներ, ովքեր ունեն այսպիսի հատուկ կարիք եւ կարիքից ելնելով բնականաբար պետք է լինեն խելացի հարմարեցումներ։ Եվ ես չեմ կարող օրինակ շնորհակալություն չհայտնել մեր դոնոր կազմակերպություններին, որոնց շնորհիվ մենք ունենք աջակցության կենտրոններ, ցերեկային խնամքի կենտրոններ եւ անչափահասների եւ արդեն տարեցների համար, ովքեր կարողանում են օրինակ տաք սննդից օգտվել, իրենց օրը կազմակերպել, շփվել հասակակիցների հետ եւ համայնքի ենթակառուցվածքները, համայնքի կենտրոնները ոչ միայն ներկա են գտնվում այս շատ կարեւոր շրջանառության մեջ, այլ նաեւ իրենք իրենց փոքրիկ մասն են փոխանցում տարեցներին եւ սա փորձի փոխանակման հնարավորություն է։ Ես կցանկանամ նաև եւս մեկ ծրագրի մասին խոսել, եթե իհարկե մենք ժամանակ ունենք։ Ես առաջարկում եմ, որպեսզի ես շատ կարևորում եմ, որպեսզի հասարակական կազմակերպությունները ավելի հատկապես տեղական համայնքային շատ հստակ աշխատեն տարածքային միասնական սոցիալական ծառայությունների հետ, որովհետև ծրագրերը գրվում են, բայց այդ ծրագրերը կարծես չեն հասնում իրենց հասցեատերերին։ 1-2-ով հարց չի լուծվում, այսինքն պետությունը գրում է ծրագիր, սրան տալիս է համապատասխան բյուջե, ենթադրելով օրինակ, որ մենք կունենանք այս ծրագրով 100-ից ավելի շահառուներ, բայց օրինակ 10-12 շահառու է լինում։ Հետո երբ որ տեսնում ենք բյուջեն չի օգտագործվում, որոշում ենք փակել եւ վերանայել ծրագիրը, բայց պարզվում է բոլորը ուզում էին այս ծրագրին մասնակցեին, բայց օրինակ տեղյակ չէին։ Ինչ եմ ուզում ասել, որ շատ կարևոր է, որ այդ սոցիալական աշխատողները, շատ կարևոր է հասարակական կազմակերպությունները, որոնք այս ոլորտում են գործունեություն իրականացնում, հստակ կարիքի գնահատում անեն։ Եվ երբ որ կարիքի գնահատումը կա, ես վստահեցնում եմ, որ բոլոր պետական մարմինները անպայման սրան արձագանքում են որևէ օրենսդրական նախաձեռնության կամ որևէ պետական աջակցության ծրագրով։ Տիկին Ստեփանյանի, ես գիտեմ, որ բացի նրանից, որ այս Ազգային ժողովի падգամավոր եք, բազմաթիվ այլ զբաղվածություններ ունեցել եք, այդ թվում նաև Հրազդանի քաղաքապետ եք եղել։ Այլ ուզում եմ հիմա ընդհանուր հարց տամ, մի փոքր բլից պատասխան ակնկալելով։ Խնդիրները հիմնականում մեր երկրում որոնք են, կան լուծման ճանապարհներ, որոնք են քաղաքացիական պայմանագրի առավելությունները այդ շրջանակում եւ թերությունները։ Շատ բարդ հարց եք տալի, ես օրինակ իմ տեսանկյունից ասեմ, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ունի խնդիրներ, այլ նաև ունի մարտահրավերներ։ Մարտահրավերները ես կբաժանեմ երկու մասի, ներքին եւ արտաքին։ Արտաքին առումով ես լավատես լինելու հիմքեր շատ ունեմ եւ ես կարծում եմ, որ վերջապես Հայաստանի Հանրապետության համար կբացվի խաղաղության դարաշրջանը, իսկ երբ որ դու ունես խաղաղության դարաշրջան, դա նշանակում է, որ դու քո ռեսուրսները, քո ուշադրությունը, քո ներուժը, քո ֆինանսական միջոցները կարող ես մղել դեպի այլ ոլորտներ, զարգացնես այլ ենթակառուցվածքներ եւ այլն եւ այլն։ Ինչ խնդիրներ ունի
ախր շատ են խնդիրները, այդպես 1-2-ը չեմ կարող առանձնացնել, կարող եմ առանձնացնել օրինակ թիմ մակարդակի խնդիրներից, չգիտեմ, համայնք կա, որ օրինակ հաջողությամբ լուծել է տրանսպորտի հարցը, մարզ կա, որ դեռևս չի լուծել տրանսպորտի հարցը, մարզեր կան, որտեղ թափուր աշխատատեղերը շատ են, բայց օրինակ վատ ճանապարհների պատճառով գյուղերից մարդիկ չեն կարողանում եւ տրանսպորտի բացակայության պայմաններում գյուղական համայնքներից մարդիկ չեն կարողանում գալ եւ գնալ եւ այստեղ տեսեք, որ մեզ շատ են օրինակ մեղադրում ասֆալտ անելու համար, բայց ես ցավով եմ նշում, որ այս մարդիկ կարծում եմ քաղաքական առումով խիստ կարճատես են, որտեղ չեն տեսնում, որ եթե կա ճանապարհ, բարեկարգ եւ եթե կա տրանսպորտի խնդիր, ապա դա ուղիղ գծով կապված է թափուր աշխատատեղերի համալրման հետ, որտեղ եթե տրանսպորտը աշխատում է կոնկրետ եւ ճանապարհը լավ է, ապա խնդիր չկա ճանապարհին, մնալու է մարդիկ սովորաբար ունենում են զբաղվածություն։ Թերություններից ասեմ, ես կարծում եմ, որ մեր իշխանությունը շատ ռեֆորմներ ունի, որոնց կայացումից, որոնց վերջնական իրագործումից մեր հասարակության կամ սոցիալական խմբերի կյանքի որակը էապես կարող է փոխվել, բայց դրանք շատ դանդաղ են ընթանում։ Եվ այստեղ կան եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, սուբյեկտիվ պատճառները դրանք իրականացնողներն են կամ ենթակառուցվածքների բացակայությունը կամ աշխատակիցների կոմպետենտության ոչ բավարար լինելը, օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, օրինակ, երբ որ մենք կարող ենք որևէ միջազգային փորձի վրա հրաշալի ուսումնասիրություն կատարել եւ բերել օրինակ դա տեղայնացնել, փորձել պրոյեկտել մեր իրականության մեջ եւ ստացվի, որ դա այնքան էլ հաջող չէր կամ մեր դեպքում դա չաշխատեց։ Տիկին Ստեփանյան, գաղտնիք չէ, որ հանրության մի ստվար զանգվածը խիստ մեղադրում է քաղաքացիական պայմանագրին բոլոր հարցերում, սկսած պետական դավաճանության մեջ, ինչպես եք ձեզ զգում որպես падգամավոր, որը ամեն օր երևի այդ սկզբունքով լսում է մեղադրանքներ, քննադատություններ եւ ազգի դավաճան է համարվում։ Դա շատ ծանր մեղադրանքներ են ի դեպ, բայց երբ որ ես դրան նայում եմ քաղաքական տեսանկյունից եւ հատկապես լսում եմ թե ովքեր են ինձ դրա մեջ մեղադրում, մի քիչ ավելի թեթև եմ տանում, չնայած այդտեղ թեթև տանելու բան չկա, շատ ծանր է իրականում մի կողմից այդ մեղադրանքների, այդ հայհոյախոսն արտահայտությունների, երբեմն որևէ այսպես մեղքերի մեջ քեզ մեղադրել է, որոնց հետ դու մեծ առումով այդքան էլ կապ չունես, սկզբում շատ ծանր էր, բնականաբար արցունքներ, նեղվածություն, ստրես, լուրջ մտածել, որ ես ուզում եմ աշխատանքս փոխել եւ հետ վերադառնամ կրթության ոլորտ, որտեղից որ եկել եմ մեծ քաղաքականություն, բայց գիտեք, երբ որ մարդիկ դիմում են, իսկ ինձ շատ են դիմում, երևի դա նրանով է պայմանավորված, որ մարզի падգամավոր եմ եւ ինձ ուղիղ ճանաչելով են մարդիկ ընտրում, երբ որ օրինակ չգիտեմ օրվա վերջին կամ շաբաթվա վերջին կամ որոշ ժամանակ անց գրում են, որ Լիլի ջան, շատ շնորհակալություն, ստացվեց, կամ մեզ ընդունեցին, կամ այս հարցը կարգավորվեց, կամ շնորհակալություն խորհրդի համար, կամ գնացինք մեզ ընդունեցին, կամ մենք ծանոթացանք այս ինչի հետ, ինչ համար շնորհակալություն, կարծես այդ ամեն ինչը ընկնում է եւ անգամ եթե 15 քաղաքացի քեզ մեղադրում են, չգիտեմ, պետական դավաճանության մեջ, բայց մի քաղաքացու մատից էլ դու կարողանում ես փուշ անել, կարծես այդ դրականը գալիս է եւ այն բացասականը ծածկում է, բայց ինչ խոսք 26 թվականին ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը իր աշխատանքի, մեզանից յուրաքանչյուրը ասելով նկատի ունեն ոչ միայն առանձին падգամավորներին, ոչ միայն ազգային ժողովին, այլ նաեւ իմ քաղաքական թիմը նկատի ունեմ եւ նաեւ քաղաքական հայտ ներկայացնող այլ ուժերին նկատի ունեմ 26 թվականին կարծում եմ յուրաքանչյուրը կհնձի այն ինչ ցանել էր։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ 26 թվականին ճիշտ ընտրություն կլինի եւ այլևս ոչ ոքի ոչ մի հարցում չի մեղադրի, համենայն դեպս այդ աստիճան ծանրության առումով, որովհետեւ իրականում մեզ որպես ժողովուրդ եւ բնակչություն շատ դժվար է ամեն օր լսել փոխադարձ մեղադրանքներ եւ գնալ ինքնուրույն գործ անել, կապ չունենալ այդ ամեն ինչից կտրվել, համարել դե ոչ մի չեղավ,
ամեն ինչ ապահով եւ ավանդակ է եւ գնալ հանգիստ ապրել աշխատել։ Այդպես չի լինում, այդ դաշտը եթե չմաքրվեց, ժողովրդի հոգեվիճակը այդքան էլ դրական առումով չի հոսի։ Համաձայն եմ եւ ես միշտ կատակով ասում եմ, որ ազգային ժողովի բոլոր մշտական հանձնաժողովի պատգամավորները այդպես էլ մնում են քաղաքական գործիչներ եւ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն են, որ դառնում են սոցաշխատողներ եւ շատ դժվար են նորից ինտեգրվում քաղաքականությանը, հանրային քաղաքականության եւ քաղաքական գործելավոճին, բայց հնարավորինս փորձում ենք զուգահեռել, որովհետեւ անհնար է լինել ազգային ժողովում եւ այդ քաղաքական շեշտադրումը քո միջից հանել, բայց մենք ավելի շատ դարձել ենք սոցիալական աշխատողներ։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հուսով եմ, որ լսեցիք այն հնարավորությունները, որոնք այսօր կան, գործում են եւ ձեզ համար են նախատեսված, կծանոթանաք, կփորձեք ծանոթանալ այլ հնարավորություններին եւ օգտվել դրանցից, որովհետեւ այդ ամենը արվում է ի բարօրություն ձեզ, մեր ժողովրդի հանրության առողջության, ապահովության, զարգացման եւ մնացյալ այլ բարիքների համար։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամին։ Ցտեսություն։